Բարև ձեզ, սիրելի գործընկերներ, ուրախ եմ հերթական անգամ այս ֆորմատով հանդիպելու նախարարինքից հասարակական խորհրդի նիստ անցկացնելու նպատակով շնորհակալություն եմ հայտնում այս ոչ այդքան բարենպաստ եղանակային պայմաններին տուրք չտալու եւ գալու այս հանդիպմանը մենք կփորձենք առնվազն այս դահլիճում տենց շատ զով միջավայր ապահովել եւ տեխնիկայի միջոցով եւ մեր շփումների այսօր մենք խոսելու ենք երկու հիմնական թեմաների մասին ժողովրդագրական իրավիճակի բարելավման մեր ռազմավարությունն ենք ներկայացնելու ինչպես նաեւ երկու ծրագրեր 6 եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագիրը, որը պատրաստվում ենք ընդունել, ինչպես նաև երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագիրը մի քանի կոմպոնենտով, որոնք կան եւ շարունակվում են, բայց նաև նպատակ կա դրանք տրանսֆորմացնել, բարեփոխել։ Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել կանանց ռեսուրսային կենտրոնին մեզ այսօր այս լավ դահլիճը ապահովելու այս հնարավորությունը տալու համար, որպեսզի նորից եմ կրկնում, տենց ավելի հարմարավետ միջավայրում անցկացնենք քննարկումը։ Ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել, որ հասարակական խորհրդի նիստը ուղիղ եթերով հեռարձակվում է մեր Facebook-յան եւ ենթադրում եմ նաեւ այլ էջերում եւ սա մի նոր մշակույթ է, որ մենք բերել ենք այս դաշտ, այս համագործակցության դաշտ։ Նախկինում մենք ուղիղ եթերում միայն կառավարության նիստերը, ազգային ժողովի նիստերն էինք հետևում եւ մասնակցում, հիմա նաեւ հասարակական խորհրդի նիստերը, որպեսզի նաեւ մեր հանրությունը տեսնի, թե մենք ինչքան թափանցիկ ենք կամ փորձում ենք առնվազն լինել թափանցիկ, չեմ ուզում ասեմ, որ տենց հասել ենք այնպիսի աստիճանի, որ այլևս բարելավելու տեղ չկա, միշտ կա բարելավելու տեղ, բայց այնուամենայնիվ սա մի քայլ առաջ է եւ մեր շահագրգիռ քաղաքացիները, այլ կազմակերպություններ, որոնք չկան այս հասարակական խորհրդում կամ դեռ չկան, կարող են հետևել եւ հետագայում, եթե քննարկման վերաբերյալ կունենան հարցեր, մեկնաբանություններ, դիրքորոշումներ, կարող են նաեւ մեզ այլ խողովակներով, նամակներով, ինչու ոչ այլ հանդիպումների ժամանակ բարձրացնել եւ մենք դրանք նույնպես հաշվի կառնենք։ Այսօր մեզ հետ է նախարարությունից բացի մեր աջակցող գործընկերներից նաև նախարարի առաջ տեղակալ Արտյոմ Սմբատյանը, նախարարի խորհրդական Ռոզա Բաբայանը եւ հատուկ այս բառը միշտ բարդ է կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական ամեն դեպքում սովորել եմ Գայանե Ղարագյոզյանը, ովքեր կներկայացնեն օրակարգի հարցերը, եթե պարոն Սմբատյանը ավելացնելու բան ունի որպես բացման խոսք, խնդրեմ ու անցնենք միանգամից թեմաներին, ենթադրում եմ թեմաներից հետո, այսինքն կներկայացնեն գործընկերները կարճ, հետո հարց ու պատասխան, ամեն մի թեմայի համար առանձին կամ կարող ենք, քանի որ իրար հետ կապ ունեն, եկեք ընթացքում որոշենք, երկուսը լսենք, հետո հարց ու պատասխան անենք։ Պարոն Սմբատյան։ Շնորհակալ եմ, պարոն նախարար, հարգելի գործընկերներ, թույլ տվեք ողջունել բոլորիդ եւ առաջարկում եմ անցնել օրակարգին։ Տիկին Բաբայան, դուք եք առաջինը։ Հարգելի գործընկերներ, շնորհակալություն պարոն նախարար, հարգելի գործընկերներ, ողջունում եմ ձեզ։ Այսօր ձեզ եմ ներկայացնելու Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-40 թվականների ռազմավարական փաստաթուղթը շատ ամփոփ եւ հետագայում սիրով կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին։ Եվ այսպես ժողովրդագրական իրավիճակի բարելավման ռազմավարությունը սահմանում է առկա մարտահրավերներին, ժողովրդագրական զարգացման գերակայությունների եւ վերջիներիս հասնելու ճանապարհները եւ նպատակն է ունենալ հավասարակշռված բնակչություն եւ կայուն կառուցվածք, որը
պետք է միտված լինի բնակչության երկարաժամկետ մարդկային կապիտալի զարգացմանը ու կյանքի որակի բարելավմանը։ Եվ այս փաստաթղթի հիմքում դրված է հենց մարդը եւ փաստաթուղթը առանցքում դրված է մարդը եւ ձևակերպված է իր բոլոր կենսափուլերով, այսինքն այստեղ նախածննդյան շրջանից մինչեւ կյանքի վերջ մոտեցումներն են ամրագրված փաստաթղթում։ Ռազմավարության սյուներն են ընտանիքի բարեկեցությունը, առողջության խթանումը, ակտիվ ծերությունը, միգրացիայի կառավարությունը։ Եվ այս փաստաթղթի վերջնանպատակն է 2040 թվականին նվազեցնել Հայաստանում բնակչության ծերացման միտումները կրճատել 20%-ով, երիտասարդացումը ապահովել 30%-ով գրանցելով աճ եւ բնականաբար հնայի, ինչպես նաեւ մարդկային զարգացման ինդեքսի զգալի խթանում ունենալ։ Փաստաթղթի հիմքում դրված են ներողություն եմ խնդրում։ Կարծես չէ։ Փաստաթղթի հիմքում դրվել են մի շարք վերլուծություններ եւ ինչպես տեսնում եք, այս վերլուծությունների հիման վրա դիտարկվել են եւ հիմա կներկայացնեմ մի քանի առանցքային գործընթացներ, որոնք մեր ժողովրդագրական ցուցանիշների վրա էական ազդեցություն ունեն։ Եվ այսպես մենք տեսնում ենք, որ բնակչության ծերացումը եւ բնակչության թվի նվազեցումը Հայաստանի Հանրապետությունում եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական միտումների համար ունեն էական նշանակություն եւ ինչպես տեսնում ենք նշված սահիկում ամենամեծ կրճատումը մենք 1992 թվականին ենք ունեցել եւ այն ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների եւ այնուհետ 2001-ից 11 թվականների ընթացքում 6% կամ մոտ 194,000 մարդով կրճատում ենք ունեցել բնակչության շրջանում եւ թերևս այս միտումը կարող ենք պարզաբանել այս միգրացիան կարելի է բացատրել հետ պատերազմյան տարիների տնտեսական եւ սոցիալական դժվարություններով։ Հաջորդ խնդիրը մարտահրավերը, որ մենք ունենք, դա ուրբանիզացիան է։ Մենք տեսնում ենք, որ ընդհանուր բնակչության շրջանում քաղաքաբնակ բնակչության թիվը մեծանում է, սակայն այդ թվի մեծացումը պայմանավորված է մարզերից դեպի մարզային քաղաքաբնակ բնակավայրերից միգրացիոն հոսքերով եւ նաեւ երկրորդ միտումը, երբ որ գյուղաբնակ բնակչությունը տեղափոխվում է հաշվի առնելով սոցիալ-տնտեսական իրավիճակը, տեղափոխվում է քաղաքաբնակ բնակավայրեր եւ այսպիսով փաստացի երկու միտում ենք տեսնում, երբ մարզերում սոցիալ-տնտեսական իրավիճակով պայմանավորված եւ նաեւ զբաղվածության որոշակի խնդիրների պատճառով մարդիկ տեղափոխվում են մեծ քաղաքներ, մարզերից տեղափոխվում են քաղաքներ եւ նաեւ գյուղաբնակ վայրերից են տեղափոխվում։ Իհարկե սա մեր համար եւ մարտահրավերը եւ ռիսկ, բայց նաեւ եւ հնարավորություն է, որովհետեւ հնարավորություն է ստեղծում ունենալ ժողովրդագրական, այսպես ասված, առաջի պատուհանը, ինչը հնարավորություն է տալիս մեծ ապահովելով զբաղվածությունը ունենալ տնտեսական որոշակի աճ եւ այդ կայուն տնտեսական աճի պայմաններում ընտանիքները որոշում են կայացնում ունենալ երեխաներ եւ հաջորդ ռիսկը, որը մենք ունենք, ցածր ծնելիությունն է եւ այս ռիսկի հետ կապված մենք տեսնում ենք, որ միևնույն ժամանակ համ պտղաբերության գործակիցն է մեր մոտ նվազել եւ մարդիկ ավելի քիչ երեխաներ են ունենում, պայմանավորված ինչ-ինչ հանգամանքներով, մյուս կողմից մեր մոտ առաջին մայրանալու այդ հետաձգումը, որը որ 20-ից 24 տարեկան էր նախկինում, հիմա տեղաշարժվել է 25-ից 29 տարեկան, դա էլ իր հերթին որոշակի ռիսկեր է առաջացնում եւ փաստացի ստացվում է, որ ավելի քիչ երեխաներ են ծնվում Հայաստանի Հանրապետությունում, այնուամենայնիվ այս տեսանկյունից նաեւ պետք է ասեմ, որ սա էլ մեր համար եւ ռիսկ է եւ հնարավորություն։ Հնարավորություն այն տեսանկյունից, որ քիչ երեխաների ծնունդով պայմանավորված մենք հնարավորություն ենք ունենում ավելի քիչ այդ կախյալության գործակիցը նվազում է եւ ունենում ենք աշխատող բնակչության թվի մեծացում եւ ինչն էլ իր հերթին տնտեսական որոշակի աճ է գրանցում եւ փաստացի ճիշտ գենդերազգայուն քաղաքականությունների իրականացում
իրականացման արդյունքում հնարավոր է լինում հավասարապես բաշխելով պարտականությունները ընտանիքում եւ կանանց ներուժը մեծացնելով ստեղծել կայուն տնտեսական աճ, որի հիմքում նաեւ ընտանիքները որոշում են կայացնում 3 եւ ավելի երեխաներ ունենալ։ Հաջորդ մարտահրավերը, որ մենք ունենք, ծերացող բնակչությունն է, եւ գիտեք 60-ից բարձր տարիքային շեմը մեր մոտ, ցավոք սրտի պետք է արձանագրենք, որ ըստ վիճակագրական տվյալների, այս ռազմավարության գրելու ընթացքում շեմը եղել է 2022 թվականը, մեր մոտ մոտապես 98% է ծերացող բնակչությունը եւ այս պարագայում մենք իհարկե մի կողմից սա եւս ռիսկ ենք համարում, մյուս կողմից սա եւս հնարավորություն ենք համարում։ Ռիսկը այն տեսանկյունից, որ կարծես է ծերացող բնակչությունը մեզ ստիպելու է հարկային ավելի շատ հատկացումներ անել կենսաթոշակային որոշակի բարիքներ ապահովելու վերջիններիս համար, մյուս կողմից սա հնարավորություն է, որովհետեւ զուգահեռ մենք խոսում ենք այն հանգամանքի մասին, որ մենք ունենք առողջ մեր կյանքի միջին տևողությունը, առողջ կյանքի միջին տևողությունը աճել է եւ փաստացի ճիշտ քաղաքականություններ իրականացնելու արդյունքում մենք կարող ենք ունենալ առողջ ավագ սերունդի ներկայացուցիչներ, որոնք երկարաժամկետ կարող են մնալ աշխատաշուկայում եւ հետեւապես ապահովել ավելի շատ մեծ տնտեսական բարիք, ինչի արդյունքում հնարավորություն է ստեղծում, այսպես ասած, ժողովրդագրության երկրորդ պատուհանի համար եւ այս ստեղծած կայուն միջավայրը եւ առողջ միջավայրը հնարավորություն է տալու զարգացնել ռազմավարությունը։ Այս եւ մի շարք այլ մարտահրավերների արդյունքում նշված փաստաթղթի հիմքում հիմնական 4, իդեպ ասեմ, որ բնակչության կանխատեսման մոդել է գծագրվել մեր գործընկերների միջազգային եւ տեղական գործընկերների կողմից ռազմավարական փաստաթուղթը մշակելիս եւ արդյունքում մենք տեսնում ենք, որ այս բոլոր ռազմավարական ուղղությունները եւ պլանավորված միջոցառումները իրականացնելու արդյունքում մենք հնարավորություն կունենանք նախկին կանխատեսվող այդ նվազումը 2.5%-ով նվազեցնել, այսինքն ապահովել 2.5%-ի աճ նախկին կանխատեսմանի համեմատ։ Եվ փաստացի 4 հիմնական ռազմավարական նպատակ է փաստաթուղթը առանձնացրել, ասեցի, որ հիմքում մարդն է եւ իր ամբողջ կենսափուլը եւ առաջի ռազմավարական նպատակը դա ընտանիքի բարեկեցության խնդանող միջավայրի ապահովումն է, երբ յուրաքանչյուր երեխա ցանկալի եւ հնարավորություն ունի լիարժեքորեն իրագործել իր զարգանալ եւ ձևավորել այդ կարևոր մարդկային կապիտալը, որովհետեւ պետք է նշեմ, որ այս ռազմավարական փաստաթղթի ամենակարևոր մոտեցումը եղել է նա, որ քանակական ցուցանիշների փոփոխումը որակական ցուցանիշներով, այսինքն հենց հիմքում դնելով մարդկային կապիտալի զարգացումը մենք տեսել ենք, որ զարգացնելով մարդկային կապիտալը մենք կարող ենք ունենալ ժողովրդագրության էական փոփոխություն եւ կարող ենք ունենալ նաեւ սոցիալ-տնտեսական աճ։ Երկրորդ ռազմավարական նպատակը դա մահվան ռիսկի եւ ռիսկի գործոնների նվազեցումն է, ինչը հնարավորություն կտա չկորցնել այդ մարդկային կապիտալը։ Երրորդ ռազմավարական նպատակը ակտիվ առողջ հասարակություն ձևավորելն է, այդ թվում էր ավագ սերունդի տարեցների ռազմավարական տարեցների առողջության տեսանկյունից եւ չորրորդ ռազմավարությունը մենք շատ խոսեցինք այդ արտագաղթի եւ ներգաղթի մասին, այսինքն պահպանել եւ ձևավորել այնպիսի միջավայր, որպեսզի էմիգրացիոն հոսքերի նվազում տեղի ունենա եւ կարողանալ կառավարել միգրացիոն հոսքերը, բայց ոչ միայն կառավարել, այլ նաեւ այնպիսի մարդկային բարձր որակավորում ունեցող մարդկային կապիտալ ձևավորել միգրացիոն հոսքերի արդյունքում։ Եվ ինչպես հաջորդիվ կտեսնենք, յուրաքանչյուր ռազմավարական այս ուղղությունը բազմաթիվ ծրագրերից է բաղկացած, որոնք էլ իրենց հերթին ունեն գործողություններ հստակ եւ հստակ չափելի ցուցանիշներ եւ այս գործողությունների իրականացման ու ծրագրերի իրականացման արդյունքում ինչպես նշեցի, հնարավոր է որոշակի դրական միտումներ գրանցել ժողովրդագրական այս իրավիճակում, ինչը մենք ունենք եւ թերևս հաջորդ ներկայացնողը այս ռազմավարական ուղղություններից եւ ծրագրերից երկուսը կներկայացնի ձեր ուշադրությանը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Բաբայան։ Հիմա արգելի գործընկերներ ոնց անենք երկրորդ ներկայացումն լսենք, հետո հարց ու պատասխան անենք, թե հիմա։
որտեվ երկրորդ մասում ավելի իհարկե ոչ բոլոր ասպեկտները ծածկող, բայց կոնկրետ ծրագրերի մասն ենք խոսում։ Ես իրականում կուզեմ, որ այս առաջի կտորի մասին շատ խոսենք, որտեվ ես ինքս համարում եմ, որ ժողովրդագրությունը եւ ընդհանրապես կայուն բնակչություն ունենալը իր բոլոր ատրիբուտներով մեր երկրի եւ ցանկացած երկրի ամենակարևոր հարցն է, ամենակարևոր, որտեվ դրանից են բխում մնացած բոլոր հարցերը, եթե չկան բավարար թվով աշխատուժ, սպառող, բանակում ծառայող, պետական ծառայող, բոլոր ոլորտներում ծառայող մարդիկ, մնացածի մասին խոսելը անիմաստ է պարզապես։ Դրա համար կուզեմ, որ անպայման խոսենք դրա մասին, ընդհանրապես հանրային քննարկման առարկա պետք է դարձնենք այս հարցը, բայց եթե դեմ չեք, ուրեմն լսենք երկրորդ մասը, երկրորդ ներկայացումը եւ հետո անցնենք արդեն հարց ու պատասխանի եւ մտքերի փոխանակության միանգամից։ Տիկին Ղարագյոզյան, խնդրեմ։ Շնորհակալ եմ, պարոն նախարար, ուրախ եմ տեսնել բոլորիդ, հարգելի գործընկերներ։ Ես կխոսեմ երկու ծրագրի մասին, որոնցից մեկը թերևս ժողովրդագրության ոլորտում նախարարության կողմից իրականացվող ամենապահանջված ծրագրերից մեկն է, դա երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրն է, եւ երկրորդը մեր նոր նախաձեռնությունը, որը նախատեսվում է կյանքի կոչել 27 թվական մարտ ամսից, դա բազմազավակ ընտանիքների բնակապահովման ծրագիրն է, նշեմ, որ մինչ օրս բազմազավակ ընտանիքների համար որպես այդպիսին ծրագրեր, այդ թվում բնակարանային ծրագրեր չեն իրականացվել եւ սա շատ կարեւոր նախաձեռնություն է։ Սկսենք երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրից։ Նշեմ, որ ծրագիրը մեկնարկել է 20 թվականի հուլիս 1-ից, իրավական հիմքը կառավարության մայիս 14-ի 20 թվականի 968 լեզվորոշումն է եւ ծրագրի հիմնական նպատակը այդ փուլում նախ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավումն էր, հատկապես մարզային բնակավայրում, որովհետև ուսումնասիրություններ ցույց էին տվել, որ մարզերում հիպոթեկային շուկան շատ պասիվ է եւ հիմնական պատճառը դա կանխավճարի բացակայությունն էր եւ իհարկե ընտանիքների վճարունակությունը։ Եվ համար 1 խնդիրը ծրագրի առաջին բաղադրիչի դա մարզերում շուկայի զարգացումն էր։ Եվ իհարկե ամենակարևոր մեր եւ ամենաակտիվ բաղադրիչը երեխայի ծննդով պայմանավորված աջակցությունը, որը հնարավորություն էր տալիս երեխա ծնվելու դեպքում թեթևացնել վարկային բեռը։ Սա հատկապես շատ ակտուալ էր այն ընտանիքներում, որտեղ վարկ մարողը մայր ծնողն էր, որը գտնվելով վիզարցակուրդում որոշակի ժամանակ չեր ունենում եկամուտներ եւ վարկ մարելը ըստ էության դառնում էր խնդիր եւ խնամքի հետ երեխայի համատեղելը բավականին բարդացնում էր ընտանիքի ֆինանսական վիճակը։ Եվ եթե այսպես ընդհանուր ծրագրի փուլերի մասին խոսենք, 4 փուլ եմ առանձնացրել, մեր պուլտը կարծեք թե նոթբուքի վրայից փոխեց, չէ, սա ընկավ ռազմավարություն։ Կայքողա դու կոմոդից փոխեց։ Ծրագրի զարգացման հիմնական փուլերը։ Մեկնարկն է, որը 20 թվականից է եղել, այնուհետ ծրագիրը մեկնարկել էր ի սկզբանե 3 տարով, այսինքն ծրագրի հենց վերնագրում նշված էր 20-23 թվականների համար։ 23-ի ավարտին, երբ իրականացվեցին վերլուծություններ, շահառուների տվյալները, հարցումներ իրականացվեցին ազգային ինստիտուտի կողմից, այսինքն խոսեցին բոլոր շահառուների հետ եւ արդյունքները ցույց տվեցին, որ ծրագրերը հատկապես առաջին եւ երրորդ բաղադրիչները, մարզայինը եւ երեխայի ծննդով պայմանավորվածը մեծ պահանջարկ են վայելում եւ մենք նույնիսկ բազմաթիվ զանգեր էինք ստանում, նամակներ էինք ստանում առայն թե արդյոք շարունակվելու են ծրագրերը, որպեսզի մարդիկ պլանավորեին երեխա, հաշվի առնելով ծրագրի գործոնը։ Եվ արդյունքում 24 թվական մարտ ամսին 381 Լ որոշմամբ ծրագրի ժամկետը երկարաձգվեց եւս 3 տարով, այսինքն մինչեւ 26 թվականի ավարտը, բայց մենք այստեղ ոչ միայն ժամկետը երկարաձգեցինք, այլ նաեւ պայմանները վերանայեցինք, հաշվի առնելով նախորդ տարիների բացերը, այսինքն նախ օրինակ ունեինք տանաշեկի շեմ, որը վերանայվեց, բարձրացավ, քանի որ անշարժույթի շուկայում գնաճ տեղի ունեցավ այդ ընթացքում, որոշակի խստացումներ ունեցանք, որպեսզի բացառենք ոչ նպատակային շահառուների մուտքը այս
այս ծրագիր եւ արդյունքում 26 թվականին ունենք մի իրավիճակ, որ արդեն մոտենում ենք այս փուլի ավարտին եւ ունենք բավականին ակտիվ ծրագրի զարգացում, այսինքն այն, որ մենք միշտ պլանավորում ենք բյուջե ծրագրի համար, որը տարվա կեսից արդեն հասկանում ենք, որ չի բավականացնելու եւ կարիք է լինելու հավելյալ ֆինանսական միջոցների ներգրավման, արդեն խոսում է ծրագրի բարձր պահանջվածության մասին։ Եթե խոսենք 2023 թվականների շրջանի մասին, ծրագիրը 3 բաղադրիչով էր իրականացվում, որոնցից 2-ն են ներկայում շարունակվել։ Առաջինը դա մեր մարզային բաղադրիչն է, որը ներկայում եւս գործում է։ Դա վերաբերվում է առնվազն 2 անջապահաց երեխա ունեցող ընտանիքներին, ովքեր ցանկանում են հիպոթեկային վարկավորմամբ մարզային բնակավայրում, ցանկացած մարզային բնակավայրում ձեռք բերել անշարժ գույք կամ կառուցել անհատական բնակելի տուն։ Եվ այստեղ աջակցությունը ուղղվում է կանխավճարի ֆինանսավորմանը, բայց եթե չկա կանխավճարի կարիք, որտեղ 10% կանխավճար ամեն դեպքում շահառուն իր միջոցներից պետք է կատարի, եւ կան դեպքեր, երբ հենց 10%-ով է հիպոթեկային վարկը ձևակերպվում, այս դեպքում աջակցությունն ուղղվում է հիպոթեկային վարկի մայր գումարի մարմանը եւ երկրորդ բաղադրիչը դա կանխավճարի ապահովագրությունն է։ Իրականում այս բաղադրիչը ավելի շատ մուտք գործեց մեր կյանք, որպեսզի փորձի նպաստել կանխավճարի ապահովագրության ինստիտուտի զարգացմանը, որը հենց այդ տարիներին մուտք գործեց հիպոթեկային շուկա։ Այսինքն, եթե բանկը շահառուից պահանջում է 30% կանխավճար, բայց շահառուն ունի 10, մյուս 20-ը նա ապահովագրում է, որի արդյունքում ձևավորվում է տարեկան ապահովագրավճար, որը հավելյալ ֆինանսական բեռ է ընտանիքի համար, եւ պետությունը որոշեց օգնել այդ ինստիտուտի զարգացմանը եւ այդ տարեկան ապահովագրավճարը, որը առավելագույնը տարեկան 180,000 դրամ էր կազմում, բայց ինքը ֆինանսական բեռ էր լրացուցիչ եւ բավական օգնում էր ընտանիքներին։ Այստեղ առնվազն 1 անջապահաց երեխաներ պարտադիր եւ արդեն կարող էր գույքը լինել նաեւ Երևանում, բայց հաշվի առնենք, որ 24 թվականից այս բաղադրիչը չի շարունակվել, բայց այն ընտանիքներ, ովքեր 23-ի դեկտեմբերի դրությամբ ընդգրկվել էին այս ծրագրում, իրենց համար ծրագիրը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ վարկ գրավարաբերակցությունը 70%-ը չի հատել, որտեղ դա ծրագրի հիմնական պայմանն է, այսինքն բոլոր 20 թվից մինչև 23-ի ավարտ ծրագրում ընդգրկված շահառուների համար ծրագիրը շարունակվում է մինչև համապատասխան փուլը։ Եվ մեր ամենաակտիվ բաղադրիչը երեխայի ծննդով պայմանավորված բաղադրիչն է, երբ ընտանիքում ծնվում է երեխա, վարկ մարող ընտանիքում, այստեղ անկախ երեխայի կարգաթվից մենք ունենք աջակցություն, որը ուղղվում է բացառապես հիպոթեկային վարկի մայր գումարի մարմանը։ Եվ եթե խոսենք հենց այս պահին ընթացիկ բաղադրիչների մասին, ինչպես նշեցի 24 թվական մարտ ամսից ծրագիրը փոխվեց եւ շարունակվում է միայն մարզային բաղադրիչը, որը հնարավորություն է տալիս առնվազն 2 երեխա ունեցող ընտանիքներին օգտվել ծրագրից եւ երեխայի ծննդով պայմանավորված բաղադրիչը։ Կարճ ներկայացնեմ բոլոր բաղադրիչների պայմանները։ Մարզային բաղադրիչի դեպքում շատ կարեւոր է որպեսզի շահառուները, իսկ մեր շահառուն դա երեխայի այն ծնողն է, ով հանդիսանում է վարկ մարողը, այսինքն վարկառուն, այսինքն մենք նաև կարող ենք դիտարկել միայնակ ծնողին, պարտադիր չէ, որ այստեղ շատ միշտ հարցնում են միայնակ մայրեր, արդյոք իրենք կարող են օգտվել, այո, կարող են օգտվել, եթե իրենք հիմնական վարկառուն են եւ բավարարում են ծրագրի մյուս պայմանները, այսինքն ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ինչպես նշեցի, առնվազն 2 անչափահաս երեխա, վարկը պետք է տրամադրված լինի 24 թվական հունվարի 1-ից հետո, քանի որ այդ պահին է ծրագիրը կյանքի կոչվել, ունենք տանարժեքի սահմանաչափ, որը 35 միլիոն դրամն է, բայց երրորդ եւ հաջորդ երեխայի հաշվով դա 5 միլիոնով ավելացվում է շեմը, քանի որ հաշվի ենք առել, որ ինչքան շատ են երեխաները, այնքան տունը մեծ է, հետեւաբար արժեքն էլ բարձր կլինի, եւ 24 թվականից նոր սահմանափակում մտցրեցինք, որը մինչ այդ չկար, դա այլ անշարժ գույք չունենալն էր, այսինքն տվյալ գրավի առարկա հանդիսացող գույքը պետք է լինի այդ ընտանիքի միակ սեփականությունը, բայց մի կարևոր նկատառում միակ սեփականություն ասելով հասկանում ենք 50% եւ ավել մասնաբաժնով իրեն պատկանող գույք, այսինքն եթե ծնողների տանը կա որոշակի մասնաբաժին, բնականաբար դա հիմք չէր կարող հանդիսանալ շահառուին մերժելու համար։ Այստեղ նաեւ նշեցի, որ կարևոր էր, որ շահառուն իր միջոցներից 10% կանխավճար իրականացներ երկրորդային շուկայի դեպքում, առաջնայի դեպքում 7.5% եւ կարևոր էր, որպեսզի հիպոթեկային վարկը ձևակերպվի գործընկեր ֆինանսական կազմակերպությունում։ Նշեմ, որ ցանկը բավականին լայն է, այսինքն մեզ հետ ծրագրի շրջանակում համագործակցում են բոլոր առևտրային բանկերը բացի Արշին բանկից եւ 4 վարկային կազմակերպություն, այսինքն ընտրանին բավականին մեծ է եւ շահառուները իրենց ցանկությամբ կարող են մոտենալ ցանկացած վարկային կազմակերպություն։
Եթե խոսենք աջակցության չափերի մասին, ապա երկու երեխայի դեպքում դա կլինի մինչև 1 միլիոն դրամ, ինչու մինչև, որովհետև աջակցությունը հաշվարկվում է տան արժեքի հիման վրա, այսինքն տան արժեքի 5%, բայց ոչ ավել քան 1 միլիոն դրամ։ Երեք երեխայի դեպքում դա կլինի 1.5 միլիոն մինչև եւ 4 եւ ավել երեխաների դեպքում կլինի մինչև 2 միլիոն դրամ։ Իսկ եթե գույքը ձեռք կբերվի սահմանամերձ բնակավայրում կամ այն բնակավայրերում, որտեղ դպրոցներ եւ մանկապարտեզներ են կառուցվում, ցանկը հստակ կառավարության որոշմամբ հավելվածով ներկայացված է, ապա այս դեպքում աջակցությունը նշվածս չափերի դեպքում կավելացվի եւս 50%-ով։ Եվ ինչպես նշեցի, աջակցությունն ուղղվում է կանխավճարի ֆինանսավորմանը կամ դրա բացակայության դեպքում ուղղվում է հիպոթեկային վարկի մայր գումարի մարմանը, իսկ կառուցապատման վարկի դեպքում միանշանակ միայն մայր գումարի մարմանը։ Մեր երկրորդ ամենապահանջված բաղադրիչը, ինչպես նշեցի, երեխայի ծննդով պայմանավորված աջակցությունն է հիպոթեկային վարկ մարող ընտանիքում։ Այստեղ եւս ունենք որոշակի պայմաններ, որոնց պիտի ընտանիքը բավարարի, դա կրկին Հայաստանի քաղաքացիությունն է։ Իդեպ խոսքը վերաբերում է եւ ծնողին եւ երեխային, այսինքն եթե երեխայի ծնունդը այլ երկրում է տեղի ունեցել, ապա նրանք կարող են օգտվել ծրագրից, եթե երեխան կստանա Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր։ Հակառակ դեպքում չեն կարող օգտվել ծրագրից։ Այստեղ կարեւոր է, որպեսզի տվյալ հիպոթեկը առնվազն 12 ամիս գործող լինի եւ ուշացումները վերջին 12 ամիսների 30 օրը չգերազանցեն, կրկին պիտի չունենան այլ սեփականություն նույն պայմաններով, կրկին տան արժեքի սահմանաչափ ունենք եւ կարեւոր է, որպեսզի ընտանիքը դիմի մինչեւ երեխայի 1 տարին լրանալը։ Աջակցության չափը առաջին եւ երկրորդ երեխայի ծննդով մինչեւ 500,000 է, այստեղ մինչեւը պայմանավորված է նրանով, որ մնացորդի հիման վրա ենք հաշվարկում, այսինքն մնացորդի 10%, բայց ոչ ավել քան 500,000 դրամ, իսկ երրորդ եւ հաջորդ երեխաների դեպքում մինչեւ 2 միլիոն դրամ է եւ կրկին, եթե գույքը ձեռք էր բերվել սահմանամերձ բնակավայրում կամ դպրոց մանկապարտեզ կառուցվող բնակավայրում, կրկին աջակցությունը ավելացում է 50%-ով, իսկ եթե միաժամանակ մեկից ավել երեխաներ են ծնվում, զույգ, եռյակ եւ այլն, աջակցությունը յուրաքանչյուր երեխայի համար է, այսինքն զույգի դեպքում կրկնապատկվում է եւ այդպես շարունակ։ Եվ կարճ ներկայացնեմ մեր ծրագրի ֆինանսական եւ ցուցանիշները եւ ոչ ֆինանսական, միայն այս տարվա ընթացքում արդեն 1775 ընտանիք է ստացել աջակցություն, ընդ որում արդեն 1.5 միլիարդ դրամ է վճարվել։ Մենք նաեւ ունենք հերթում սպասող ընտանիքներ, որոնք առաջիկա օրերին կվճարվեն, խոսքը շուրջ 300-400 ընտանիքի մասին է։ Ուղղակի մեր երկրորդ կիսամյակի երամիսյակի ֆինանսական միջոցները սպառվել էին եւ մենք սպասեցինք երրորդինը ակտիվանա, որպեսզի վճարումները վերսկսենք։ Իսկ եթե ընդհանուր ծրագրի մեկնարկից մինչ այս պահն ենք խոսում, ապա արդեն շուրջ 17,000 ընտանիք է օգտվել ծրագրից եւ 12.6 միլիարդ դրամ պետական բյուջեից ուղղվել է այս ծրագրերի իրականացմանը։ Մենք այս տարվա բյուջեով ունենք 2.4 միլիարդ դրամ։ Նշեմ, որ տվյալ տարվա համար պլանավորման համար հիմք է ընդունվում նախորդ տարվա ցուցանիշը, դրա համար մենք չենք կարողանում ավելի մեծ պլաներ դնենք, բայց փորձը ցույց տվեց, որ մենք արդեն իսկ արձանագրել ենք այնպիսի աճ, որ առնվազն 500 միլիոն դրամի հավելման կարիք կունենանք տարեվերջին, հնարավոր է որ ավելի, դա արդեն ժամանակը ցույց կտա, այս պահի իմ գնահատմամբ, տեսնելով տեմպը դիմումների, վստահ դա առնվազն 500 միլիոն է լինելու։ Եվ իհարկե խոսենք կարճ զարգացման հեռանկարների մասին, քանի որ ծրագիրը տարեվերջին մոտենում է ավարտին, իսկ մեր շահառուները շատ շահագրգռված եւ հետաքրքրված են, արդյոք ծրագիրը շարունակվելու է հատկապես երեխայի ծննդով պայմանավորված, որտեղ իսկապես շատ-շատերը երեխայի ծնունդը պլանավորում են հենց ծրագրի գործոնը հաշվի առնելով։ Ես շատ մի կարևոր ցուցանիշ եմ ուզում նշել, մենք ունենք շահառու, ով 4 անգամ օգտվել է ծրագրից, այսինքն նա 3 երեխայով մարզում գույք է ձեռք բերել, ստանալով 1.5 միլիոն դրամ, այնուհետ 4-րդ, 5-րդ եւ 6-րդ երեխաների ծննդով պայմանավորված 2 միլիոն, այսինքն մինչև 8 միլիոն դրամի պետությունից նա աջակցություն է ստացել բացառապես երեխա ունենալու գործոնով պայմանավորված եւ ըստ էության արդեն վարկային բեռը մոտենում է 0-ի։ Եթե եւս մեկն ունենա եւ ծրագրերը շարունակվեն, մենք այլևս վարկ չենք ունենա։ Եվ ծրագրի զարգացման հեռանկարների հիմքում դրվել է գործընկերոջից կողմից ներկայացված ռազմավարությունը եւ ռազմավարությունից բխող միջոցառումների գործողությունների պլանը եւ պլանում ներկայացված նպատակները, որպեսզի ծրագիրը համահունչ լինի այդ նպատակներին եւ կարծում եմ վերլուծության արդյունքները ցույց կտան, որ ծրագիրը իսկապես պահանջված է
դրական է ազդում ընտանիքների վերարտադրողական վարքագծի վրա եւ հուսամ ծրագրերը կունենան շարունակություն գոնե կարևորագույն երեխայի ծննդով պայմանավորված բաղադրիչը։ Այժմ նաեւ կարճ ներկայացնեմ մեր նոր նախաձեռնությունը, որը բազմազավակ ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագիրն է։ Նշեմ, որ փաստաթուղթը նախագիծը արդեն որոշակի փուլեր անցել է, այսինքն այն ներկայացվել է հանրային քննարկման, շրջանառվել է շահագրգիռ գերատեսչություններով եւ ներկայում կարծիքների առաջարկների ամփոփման փուլում ենք եւ կարծում եմ առաջիկա ամսվա ընթացքում արդեն կամփոփենք եւ կներկայացնենք կառավարության հավանությանը, բայց ամեն դեպքում նախատեսվում է մեկնարկել 27 թվական մարտ ամսից։ Մարտ ամիսը պայմանավորված է նրանում, որ օրենսդրությամբ նախորդ տարվա եկամուտների հայտարարագիրը լրացվում է հաջորդ տարվա մարտ ամսից եւ որպեսզի համահունչ լինի մեր որոշումը այդ օրենքի հետ, որպես մեկնարկի ամսաթիվ դրվել է մարտը 27 թվականի։ Ընտանիքը վերնագիրը կոչվում է բազմազավակ ընտանիքների, բայց այս փուլում որոշում է կայացվել մեկնարկել 6 եւ ավել երեխա ունեցող ընտանիքների համար եւ ինքը հնարավորություն կտա այդ ընտանիքներին 100% սուբսիդավորմամբ պետության աջակցությամբ Հայաստանի Հանրապետության որևէ մարզային բնակավայրում ձեռք բերել անշարժ գույք կամ կառուցել անհատական բնակելի տուն։ Ծրագրի հիմնական նպատակն է իհարկե աջակցել բազմազավակ ընտանիքների բնակարանային խնդիրների բարելավմանը, որովհետեւ մինչ օրս որպես այդպիսին բազմազավակ ընտանիքների համար նման ծրագիր չի իրականացվել, ինչը իհարկե կարծում եմ մեծ բաց է եւ վստահ եմ այս ծրագիրը այդ բացը կլրացնի։ Ծրագիրը նաեւ հնարավորություն կտա, որպեսզի նվազեցվի ռիսկը այդ ընտանիքների աղքատացման, որովհետև հասկանում ենք, որ ֆինանսական բեռը բազմազավակ ընտանիքների անհամեմատ է մյուսների նկատմամբ եւ իհարկե ավելի փոքր քանակով երեխա ունեցող ընտանիքներին կխրախուսի ունենալ ավելի շատ երեխաներ, որպեսզի օգտվեն այս ծրագրից։ Նշեմ, որ ծրագիրը հնարավորություն չի տալու Երևանում գույքի ձեռքբերում եւ առհասարակ մեր բնակարանային ծրագրերում արդեն Երևանը որպես այդպեսին որևէ կերպ չի խրախուսվում, վառ օրինակն է տեղահանվածների ծրագիրը, որը դժգոհություններ է առաջացնում, բայց դա հստակ մոտեցում է, որ Երևանը որևէ կերպ չի խրախուսվում, այլ մենք ավելի տարածքային համաչափ զարգացման կողմնակիցն ենք։ Ընդհանուր գնահատականը շահառուների պոտենցիալ 643-ն է համայնքներից ստացված տեղեկատվության համաձայն, այսինքն այս պահին 6 եւ ավել անչափահաս երեխա ունեցող ընտանիքները Քանակները տեսնում եք, 6 երեխա ունեցողները 390-ն են, 7 երեխա ունեցողները 143, 8 երեխա ունեցողները 76, 9 երեխա ունեցողները 26, 10 5, 11 2 եւ ունենք մեկ ընտանիք, ով ունի 12 անչափահաս երեխա եւ ըստ էության այս պահին ծրագրի գնահատականը ֆինանսական տրվել է հիմք ընդունելով հենց այս ցուցանիշը կարճ ներկայացնեմ թե ինչ եղանակով եւ ինչ պայմանների պետք է բավարարի ընտանիքը որպեսզի օգտվի ծրագրից այսինքն մենք երկու եղանակ ունենք կրկին գույքի ձեռքբերում կամ կառուցապատում որը կրկին ընտանիքի ցանկությունն է բացառապես մարզային բնակավայրում այսինքն կտրամադրեն հավաստագրեր որը կերաշխավորի որ հիփոթեկային վարկավորմամբ գույք ձեռքբերելու կամ տուն կառուցելու դեպքում պետությունը 100%-ով կսուբսիդավորի վարկը եւ վարկի տոկոսագումար այսինքն խոսքը վերաբերում է եւ մայր գումարի եւ տոկոսագումարի սուբսիդավորմանը այստեղ իհարկե ունենք պայմաններ այսինքն ոչ բոլոր բազմազավակ ընտանիքները կկարողանան օգտվել ծրագրից կրկին շատ կարեւոր է որ ընտանիքի բոլոր անդամները ինչպես չափահաս այնպես էլ անչափահաս ունենան Հայաստանի քաղաքացիություն ունենք բնակ մակերեսի սահմանափակում ինչը միջազգային պահանջ է այսինքն մեկ անձի հաշվով չպետք է դա պակաս լինի 10 քառակուսի մետրից ինչպես նշեցի բացառապես մարզային բնակավայրի մասին է խոսքը շատ կարեւոր նորամուծություն ունենք այս ծրագրում այսինքն մեր բոլոր բնակարանային ծրագրերի համատեքստում սա նորամուծություն է որ ընտանիքի եկամուտներին պետք է նայենք եւ հայտարարագրած վերջին մեկ տարվա եկամուտները ընտանիքի 10 միլիոնը չպետք է գերազանցեն եւ ընտանիքը չպետք է հանդիսանա նախարարության կողմից իրականացվող այլ բնակարանային ծրագրերի շահառու սա եւս կարեւոր է իհարկե եւ չպետք է ունենա այլ սեփականություն այստեղ եւս այլ սեփականություն ասելով հասկանում ենք 50% եւ ավել մասնաբաժնով իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքերը որոնց հանրակումարը կադաստրային արժեքը չի գերազանցում 50 միլիոն դրամը այսինքն եթե ունի փոքրիկ տուն որի արժեքը բավական ցածր է բնականաբար դա հիմք չի կարող հանդիսանալ որպեսզի հայտը մերժվի կարճ ներկայացնեմ նաեւ աջակցության չափը այստեղ յուրաքանչյուր անչափահաս երեխայի հաշվով նախատեսված է 4 միլիոն դրամ իսկ եթե ընտանիքը նախապատվությունը կտա գյուղական բնակավայրին եւս 4 միլիոն դրամ կավելանա այսինքն օրինակ եթե 6 նվազագույն 6 անչափահաս երեխա ունեցող ընտանիք է ստանդարտ կլինի 24 միլիոն դրամ եւ եթե գյուղական բնակավայրում կլինի պլյուս 4 միլիոն դրամ 28 միլիոն դրամ ընդ որում այդ հավելումը 4 միլիոն դրամի նա կարող է երկու ուղղությամբ օգտագործվել
եթե նախընտրել է կառուցապատման բաղադրիչը, նա կարող է ձեռք բերել հող, տնամերձ, որի վրա կիրականացնի կառուցապատումը, իսկ եթե ձեռք է բերում երկրորդային շուկայից կամ պատրաստի տուն, բնակարան կամ անհատական բնակելի տուն, ապա 4 միլիոն դրամը կարող է ուղղել գյուղնշանակության հողամասի ձեռքբերմանը, ինչը լրացուցիչ նրան կօգնի, որ հետագայում նաև իր համար լրացուցիչ եկամուտի աղբյուր կդառնա զբաղվելով գյուղատնտեսությամբ։ Եթե այստեղ նրբություն էլ ունենք, օրինակ 24 միլիոն դրամի բարակայում, եթե գույքը օրինակ ձեռք է բերել 20 միլիոն դրամով, իր մոտ կավելանա դրական մնացորդ, որը եւս երկու ուղղությամբ կարող է օգտագործել, այսինքն նա կամ մինչև 4 միլիոն դրամ կարող է ստանալ վերանորոգման վարկ, եթե ձեռք բերված գույքը ունի դրա կարիքը։ Եթե վերանորոգման կարիք չունենք, մինչև 2 միլիոն դրամի նա կարող է ձեռք բերել կահույք եւ կենցաղային տեխնիկա։ Եվ ընդհանուր, եթե խոսենք ծրագրի ֆինանսական գնահատականի մասին, որ չափազանց կարևոր է նման ծրագրեր պլանավորելու փուլում, նախնական մեր 643 ընտանիքների բարակայում, եթե դիտարկենք, որ բոլորը կդիմեն եւ նրանց առնվազն 50%-ը կնախընտրի գյուղական բնակավայր, այսինքն եւս 4 միլիոն դրամ հավելում կունենանք, ապա առաջիկա 10 տարիների կտրվածքով պետության բեռը կկազմի 31.9 միլիարդ դրամ, եւ դա վերաբերելի է ինչպես մայր գումարի, այնպես էլ տոկոսագումարների մարման, այսինքն ընդհանուր հաշվարկով 31.9 միլիարդ դրամ պետական բյուջեից կպահանջվի։ Ինչպես նշեցի, ծրագիրը կմեկնարկի 27 թվական մարտ ամսին եւ վստահ եմ, որ այս ընտանիքը բազմազավակ ընտանիքների համար շատ մեծ աջակցություն կլինի։ Շնորհակալ եմ, եթե կլինեն հարցեր, ծիրով կարձականքեմ։ Շնորհակալություն Տիկին Ղարագյոզյան։ Ես երկու բառ ավելացնեմ այս բազմազավակի մասով, որպեսզի հասկանանք նաև թե ոնց այս միտքը ծնվեց, թեև իհարկե Տիկին Ղարագյոզյանը նշեց, որ այսպիսի թիրախային բնակապահովման ծրագիր չի եղել, բայց սա բառիս ուղի իմաստով քաղաքացիներից եկող առաջարկի հիման վրա ենք մենք նախագծել, որովհետև բազմաթիվ քաղաքացիներ մեզ ինձ վարչապետին հաճախ դիմում էին հետևյալ հարցով, որ ունենք այսքան երեխա 6, 7, 8, բայց չենք կարողանում օգտվել որևէ այս պահին գործող պետական աջակցության ծրագրից, կլինի դա երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագիրը, 16 միլիոնների ծրագիրը, այլ ծրագրեր, նույնիսկ հաճախ ասում էին, տեսեք, այլ խմբի համար կա, օրինակ նույն Ղարաբաղից տեղահանվածների համար կա ծրագիր եւ այնտեղ էլ ընտանիքի անդամների թվով սերտիֆիկատներ կան ու մենք սկսեցինք մտածել, որ երևի ժամանակն է, որ առնվազն բազմազավակ ընտանիքների համար ինչ որ առանձին ծրագիր անենք, որոշակի վիճակագրություն փորձեցինք հավաքել, իդեպ այս մասով բավական բացեր ունեն մեր համակարգերը, երևի դրա մասն էլ է պետք խոսել, որովհետև ինչ որ մի թվականից հետո են միայն քկագում գրանցված երեխաները որպես ընտանիքի անդամ, իսկ մինչ այդ թվային տվյալներ չկան, եւ մենք փորձեցինք համայնքներից հավաքել ինֆորմացիա։ Իհարկե զավեշտալի դեպքեր էլ եղան, երբ որ մենք նամակ գրեցինք համայնքներին հարցնելով, թե քանի 6 եւ ավելի երեխա ունեցող ընտանիք կա եւ նաեւ գրել որից ինչքան, համայնքները այդ նամակները ուղարկեցին մեր միասնական սոցիալական ծառայություններ, որ մենք էլի մեզ ասենք, թե քանի այդպիսի ընտանիք կա։ Բայց մենք ունեցանք մոտավոր պատկեր, որը այսպիսին է, շատ մոտավոր է, որտեղ ասում եմ, տենց 100%-անոց մաքուր տվյալներ դեռ չունենք, 700-ից մի քիչ ավելի ընտանիք ունենք 6 եւ ավելի երեխա ունեցող, սա նաեւ ինչով է կարեւոր, որ մենք ֆիսկալ շրջանակները հասկանանք, թե ինչքան փող պետք է ի վերջո պլանավորենք այս ծրագրի տակ մտնելու համար։ Եթե չեմ սխալվում 3000 ավել 5+ երեխա ունեցողների թիվն է ընտանիքների, սա նաև կարևոր է ինչի համար, որովհետև հիմա երբ որ մենք սա դրեցինք հանրային քննարկման, իսկ մենք սա արդեն դրել ենք իդրաֆտ, եկավ հաջորդ հարցը, իսկ ինչով է տարբեր 5 երեխա ունեցող ընտանիքը 6 երեխա ունեցող ընտանիքից, ու պարզա 1 երեխա ավել ունի, բայց էլի կարա լինի խոցելի, էլի կարող է չունենա տուն, էլի կարող են այդ 5 երեխաները շատ վատ պայմաններում ապրել, բայց մենք էլ պարզա միանգամից ամբողջը չենք կարող անել, բայց առնվազն 6-ով սկսելով կարող ենք հետագայում մտածել նաև 5-ի մասին կամ 5-ի դեպքում ուրիշ պայմաններ, օրինակ դնենք, շեմեր ուրիշ սահմանենք, օրինակ եկամուտների կամ սեփականություն ունենալու կամ տեղանքի, բայց արդեն կունենանք փորձ։
6-ը անելուց հետո։ Իհարկե մենք նաև ընթացքում բազմաթիվ տենց մարտահրավերների առաջ են կանգնում նման ծրագրեր նախագծելիս, որտեղ ակնհայտորեն կան նաև ընտանիքներ եւ դա լավ է, որոնք կարիք չունեն բնակարանի եւ պետական հանրային միջոցների ծախսելու տեսանկյունից արդարացված չէ նման ընտանիքների համար էլ նախատեսել այդպիսի հնարավորություն, դրա համար որոշակի ինչ որ պայմաններ դրեցինք։ Դրանցից ամենակարևորը հայտարարագիրն է ֆիզիկական անձանց եկամուտների եւ նաեւ ես չգիտեմ մեր մյուս գործընկերները այլ նախարարություններում արդեն փորձ ունեցել են նման որևէ ծրագիր կապելու եկամուտների հետ, բայց մենք ոնց որ մեր վրա ռիսկ մտնում ենք այդ ռիսկի տակ առաջին անգամ առնվազն մեր համակարգում փորձելով դա կապել ինչու որտեվ այդ համակարգի ներդրման հիմնական նպատակը քաղաքացուն ճանաչելն է եղել այսինքն որ մենք իմանանք այդ քաղաքացին ինչքանով է կարիք ունեցող այս կամ այն պետական ծրագրից օգտվելու եւ հիմա հույս ունենք որ կստացվի մեր մոտ որտեվ դա էլ հեշտ բան չի որտեվ այդ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիրը ինքը մի թիվ չի նրա մեջ բազմաթիվ տողեր կան եկամուտների ծախսերի հարկվող եւ չհարկվող եկամուտների հիմա մենք նաեւ մեր համար վարժություններ ենք անում որպեսզի ճիշտ թվեր վերցնենք եւ շեմը գրենք մյուս կետն էլ գույքի արկայությունն է եթե չեմ սխալվում բայց էլի ինչ որ բաներով չափանիշներով որպեսզի չստացվի որ կա գույք բայց այդ գույքը պիտանի չի ոչ ապրելու ոչ էլ այլ ձև օգտագործել եւ զրկվի քաղաքացին այս ծրագրից եւ հակառակը որ այնպես է չլինի, որ եթե մարդ ունի 6 երեխա եւ ունի արդեն 3 կամ 4 տուն, մենք իրան տանք նաեւ 5-րդ տունը, թեև վստահաբար 6 երեխային առնվազն 6-րդ տունը պետք է, եթե տենց նայենք։ Երևի այսքանը որպես մեր կողմից ձեզ ինֆորմացիա տալու հիմա եկեք լսենք ձեր մեկնաբանությունները, հարցերը ներկայացված թեմաների վերաբերյալ եթե կլինեն թեմաներից դուրս էլ հարցեր իհարկե կողմ կլինենք արձագանքել, պատասխանել, բայց հնարավորինս եկեք մնանք թեմայի մեջ, որտեվ այլ հարցերին միշտ էլ այլ ֆորմատներով եւ ուղիղ եւ այլ առիթներով կարող ենք պատասխանել։ Ես պարզապես համարում եմ, որ սա իրոք մեր ամենակարևոր ոլորտն է ժողովրդագրությունը, որտեղ մենք ունենք մարտահրավերներ, ինչպես աշխարհի գրեթե բոլոր երկրները, գրեթե չէ, բոլոր երկրները ակնհայտորեն որոշ երկրներ ունեն այլ տեսակի մարտահրավերներ, զարգացող եւ դեպի զարգացած գնացող երկրները ունեն միատեսակ մարտահրավերներ եւ աշխարհում չկա գրեթե այդպիսի երկիր առնվազն հյուսիսային կիսագնդում գրեթե բոլոր երկրները հյուսիսային կիսագնդում են, որ չեն առերեսվում ծերացող հասարակության մարտահրավերների հետ, իջնող ծնելիության մարտահրավերների հետ, միգրացիոն մարտահրավերների հետ եւ մենք էլ անմասն չենք այս ամեն ինչից։ Ցավոք սրտի մենք ունենք ամեն տարի իջնող ծնելիություն, ես մի երկու թիվ եմ ուզում ասել։ Մենք ուրեմն ունեցել ենք 32,042 ծնունդ 25 թվականին, 33,593 ծնունդ 24-ին, 36,590 23-ին, 22-ը 23-ի համեմատ ավել ենք ունեցել ծնունդները, 36,353 է եղել եւ 300-ով մոտ 250-ով մոտ ավել ենք ունեցել։ Դրանից առաջ էլի կայուն է մոտեղը 36-ի շրջանակներում, բայց անկումը շարունակվում է եւ Տիկին Բաբայանն էլ մի երկու բան ասեց, ինչի է դա տեղի ունենում եւ երեխաների թվի պարզապես անկում ունենք, այսինքն մեկ կնոջը հասնող վերարտադրողական տարիքում ծնունդների թիվ ավելացող, բարձրացող եւ առաջի երեխա ունենալու տարիք եւ ամուսնության տարիք եւ սրանք բաներ են որ հաճախ պետությունները
չեն կարողանում փոխել կամ հեշտությամբ չեն կարողանում փոխել կամ փոխելուց շատ չնչին են կարողանում փոխել եւ մենք նայում ենք աշխարհի շատ երկրների փորձ ցավոք սրտի հիմա երկրներ կան, շատ զարգացած երկրներ, որ տենց իրենց ժողովրդագրական իրավիճակը նկարագրում են որպես կատաստրոֆիկ, բառիս ուղիղ իմաստով կատաստրոֆիկ, երբ որ նույնիսկ մեկ կնոջը վերարտադրողական տարիքի մեկից ցածր թվով երեխաներ են հասնում ու ասենք այդ երկրներից մեկի օրինակն օրինակ Հարավային Կորեան, որը իրանք ասենք այս թեմաներից խոսալուց տենց մոտարպես շատ վատ բաների մասն են խոսում, որտեղ եթե մեկից ցածր է, մենք ասում ենք, որ պետք է երկուսից բարձր լինի, որ կայուն աճա կարողանանք ապահովել կամ գոնե կայուն ազգաբնակչություն, մեր մոտ հիմա թե չեմ սխալվում 1.7-ի շրջանակներում ենք, բայց երկրներ կան, ասենք 0.9-ին է, եւ եթե քայլեր չձեռնարկենք, ու նորից եմ կրկնում, այդ քայլերը շատ դժվար է նաեւ վստահաբար ասել, որ էֆեկտիվ են լինելու, թեև անում ենք, նոր էլ խոսեցին կոնկրետ ծրագրերի մասին, մենք կարող է իջնենք ավելի ցածր պտղաբերության ցուցանիշի վրա, ինչը ցանկացած երկրի այդ թվում այս դեպքում մեր համար էլի կլինի շատ վատ, ու մենք պետքա եւ պետական ծրագրերի միջոցով եւ ինչ որ միգուցե մտածողության փոփոխությունների միջոցով, որին էլի շատ դժվար է հասնել տարբերելի պատճառներով, փորձենք այս իրավիճակը կայուն պահել, փոխել, եւ եթե դուք էլ կունենաք առաջարկներ, խնդրեմ համեցեք, եկեք սրա մասին խոսենք, հասկանանք ինչ կարող ենք անել, որ մենք ունենանք ժողովրդագրական իմաստով կայուն իրավիճակ, երեխաներ շատ ծնվող, այդ երեխաների համար պայմաններ, որոշների մասին խոսեցինք, իհարկե, բայց գիտեք, որ գործոնները շատ են, ու այնպես չի, որ մենակ բնակարանային ապահովությունն է, ամեն ինչ ազդում է որոշման կայացման վրա, մանկապարտեզների առկայությունը, դպրոցների առկայությունը, ամբուլատորիաների առկայությունը, ամեն ինչ մայրերի համար աշխատանքի շուտ վերադառնալու հնարավորությունը եւ այդ իմաստով օրինակ այս նույն ծնողական ժամի ներդրումը, որ մենք արեցինք, հեռավար աշխատանքի ներդրումը, դրանք նպաստող գործոններ են, բայց բոլոր երկրներն էլ անում են, էլի ուզում եմ ասեմ, ես օրինակ Հունգարիայի օրինակն եմ, կներեք որ մի քիչ շատ եմ խոսում, բայց այս իմ մոտ մի քիչ բան է, էլի կպչուն թեմա է, Հունգարիայի նման երևի ինտերվենցիոն տենց քաղաքականությունը շատ քչերն են անում, նույնիսկ հարկային օրենսդրության, ամբողջ հարկային օրենսդրության փոփոխություններ են արել, անունը տենց մոտավորապես ընտանեկան հարկային բարեփոխումներ, ընտանիքի վրա հենված հարկային բարեփոխումներ են արել, որ նույնիսկ 2 երեխա ունեցող կնոջը ցկյանս կամ ցմա ազատում է եկամտային հարկից բայց ասենք իրանց թիվը 1.3 է, մեզնից վատ է, այս պահին ունես չի, որ գնալով լավանում է, այսինքն շատ լայնամասշտաբ, ասենք տրիլիոն միլիարդավոր առնվազն եվրոների ինտերվենցիաներ են անում, բայց մեկը տենց պրոբլեմ կա, դրա համար ես տեղ կանգ կառնեմ ու կլսեմ ձեզ, հարգելի գործընկերներ, համեցեք, ով ինչ ունի ասելու այս թեմայով, հարցեր տալու եւ այլն, համեցեք, խնդրեմ. Ողջունում ձեզ պարոն նախարար, հարգելի գործընկերներ, ինչպես նշեց պարոն նախարարը, իսկապես ժողովրդագրական իրավիճակի եթե բարելավում չունենալ, խոսել երկրի զարգացման եւ այլ հեռանկարային ծրագրերի մասին անիմաստ է։ Ես այստեղ ուզում եմ մի նկատառում ունենալ ու մի կարևոր շեշտադրում, որ Հայաստանը ի տարբերություն, ասենք Հունգարիայի եւ նման շատ ուրիշ երկրների ունի դեռևս խորքային իմաստով չիրացված հնարավորություն։ Դա մեր Սփյուռքի հնարավորությունն է, որը որ օրինակի համար նույն Իսրայելը ունի ուրեմն ներգաղթի եւ ինտեգրման նախարարություն եւ հստակ մենք ճակատագրերով շատ մոտ ժողովուրդներ ենք, կա իհարկե էական տարբերություններ, բայց նաեւ շատ ուրիշ պետությունների համաձայն, եթե իրանք ժողովրդագրական հարցեր լուծելու համար շատ ուրիշ քայլեր պիտի ձեռնարկեն, մենք ունենք հսկայական ազգաբնակչություն մեր Հայաստանի սահմանների դուրս ապրող եւ հսկայական ռեսուրս մարդկային, որ կարող ենք ներգրավել,
բերել Հայաստան։ Ես անկեղծ ասեմ, վերջին մեր անկախության տարիներից 35 տարվա ընթացքում դեռևս պետական շատ ավելի համակարգված քաղաքականություն այս ուղղությամբ չի իրականացվել։ Եղել են Սփյուռքի հետ կապված որոշակի աշխատանքներ, բայց տեսեք, նույն Սիրիայի դեպքերը, Լիբանանի դեպքերը, այդքան եկան, ասենք մենք ունեցանք Սիրիայից հսկայական ներուժ մարդկային, բայց մենք չկարողացանք ըստ էության խորքային տերություն անել մեր այդ մարդկային ռեսուրսին, եւ այդ մարդկային ռեսուրսը նորից եկավ Հայաստան ու նորից ստեղից գնաց, կամ միանգամից չեկավ ստեղ ու գնաց, ու մենք չկարողացանք լինենք շատ գրավիչ ու բերենք, ունենանք, ասենք, հատուկ ծրագրեր, որի միջոցով կարող ենք այդ մարդկանց բերել ինտեգրել մեր հասարակություն եւ այդ մարդկային ռեսուրսը իսկապես որ անգնահատելի է օգտագործել մեր երկրի զարգացման համար։ Ես ուզում եմ հասկանալ այս ռազմավարության մեջ որքանով է շեշտադրված այս մասը եւ ինչքանով ենք մենք պատրաստվում հետագայում ուրեմն այս մոտեցման, այսինքն Սփյուռքի հետ ավելի համակարգված աշխատել եւ փորձենք այդ մարդկային ռեսուրսը տարիների, տասնամյակների ընթացքում ներգրավել, բերել Հայաստան, որտեղ ստեղ ոչ միայն մարդկային զուտ թվականակի ավելացումն է, այլև Սփյուռքի բերելով մենք բերում ենք շատ որակյալ կադրեր, բերում ենք որակյալ մարդկային ներուժ, որը մեր տնտեսական զարգացման երկրի առաջընթացի համար կարա շատ կարևոր նշանակություն ունենա։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ, կարճ արձագանք եմ, միանշանակ կիսում եմ ձեր տեսակետը, ընդհանրապես միգրացիոն հոսքերը ժողովրդագրական հարցեր լուծելու ուղղություններից մեկն է եւ մեր ռազմավարական նպատակներից մեկը, 4-րդ նպատակը դրան է հենց ուղղված, նախ արտագաղթի կանգնեցում եւ ներգաղթի ապահովում եւ այո, խոսքը հիմնականում պետք է լինի մեր հայրենակիցների մասին, թեև բարձր որակավորում կամ որևէ որակավորում ունեցող օտարերկրացիների ներգաղթնել վատ չի լինի, նաեւ մենք տեսել ենք օրինակ Ռուսաստանից եկող հոսքը, որ նաեւ տնտեսական աճի վրա ազդել է։ Եվ ընդհանրապես, երբ որ ես ասում եմ, որ հյուսիսային կիսագնդում այս խնդրեմը կա, ես մի օրինակ եմ ուզում բերեմ, վերջի, եթե չեմ սխալվում, 25 տարում Իսպանիա մոտ 10 միլիոն ներգաղթ ա եղել, հիմնականում իսպանախոս երկրներից Հարավային Ամերիկայի։ Իրանք իրանց կայուն ազգաբնակության հարցը տենց են լուծել։ Հիմա դա Սփյուռք չի իրանց դեպքում, որտեվ ասենք այդ մարդիկ մի քանի 100 տարի առաջ են գնացել, արդեն այնտեղ ապրել եւ զարգացել, բայց օրինակ իրանք հեշտությամբ են այդ հարցը լուծում, որտեվ նույն մշակույթի կրող, նույն լեզվով խոսացող ըստ էության իսպանական նախկին գաղութների բնակիչներ են։ Մենք տենց հնարավորություն իհարկե չունենք, բայց մենք ունենք այն ինչ որ դուք ասացիք, Սփյուռք եւ ունենք երկու տեսակի Սփյուռք, գիտեք, հին Սփյուռք, որը հիմնականում ցեղասպանությունից հետո ձևավորված Սփյուռքն է եւ ունենք նոր Սփյուռք։ Ու այդ նոր Սփյուռքն էլ կա, ասենք, մոտակա, հա, դա հետխորհրդային երկրների բնակիչներն են եւ որոնք որ ապրում են զարգացվածության մոտ պայմաններում մեզ ու մենք հիմա արդեն մոտենում ենք, օրինակ Մարտաշնչով ՀՆԱ-ով մենք հիմա 10,000-ի մոտ ենք արդեն։ Ռուսաստանը օրինակ, եթե չեմ սխալվում, 15,000-ի մոտ է, մի հատ նայեմ արագ per capita GDP-ն Ռուսաստանի, հա 18,000-ի մոտ է, այսինքն օրինակ ընդեղից ներգրավելը մարդկանց կյանքի որակի տարբերության առումով եւ նաեւ այլ գործոններ հաշվի առնելով հիմա շատ հեշտ է ավելի, բայց օրինակ Ֆրանսիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից այդքան էլ հեշտ չի, որտեվ այո կապ ունի, որ հայրենիքա, նույն լեզուն է, նույն մարդիկ են, բայց այնուամենայնիվ այլ տնտեսական, սոցիալ-տնտեսական գործոններն էլ է շատ կարեւոր։ Եվ մենք մի լավ տենդենս ունենք, որ այն որ ասում եք պետական մոտեցում հատուկ չի եղել դրա վերաբերյալ, հատուկ ներգաղթին ուղղված մոտեցում միգուցե չի եղել, որ լինի ձեր ասած ձեր օրինակի նման ներգաղթի եւ ինչի նախարարությունը, ինտեգրման նախարարություն, բայց այնուամենայնիվ կառավարության որդեգրած եւ մեր բոլորի աշխատանքի արդյունքում Հայաստանում այնպիսի պայմաններ են ձևավորվում կամ փոխվում պայմաններ, որ մարդիկ ինքնական որոշում են կայացնում գալ եւ մնալ եւ մենք անցյալ տարի 8000 պլյուս ենք ունեցել ՀՀ քաղաքացիների մասնայիդեպ, սա խոսքը միշտ ոչ թե պարզապես բալանսն է սահմանահատումների, որտեղ դա շատ ավելի մեծ է, 30,000-ից ավել է, ինչքան գիտեմ, բայց մենք 8000 քաղաքացի փաստացի որոշել է գալ եւ մնալ Հայաստանում եւ ճիշտ ժամանակն է այո մտածելու նաեւ դա խթանելու մասին։
օրինակ, մենք հիմա շատ հաճախ նամակներ ենք ստանում 90-ականներին Հայաստանից արտագաղթած, դուք գիտեք, այդ հիմնական արտագաղթը հենց այդ ժամանակ ա եղել, այդ միլիոն մոտավորապես քաղաքացի, որոնք Հայաստանից գնացել են ամեն ինչ ստեղ կորցնելով կամ վաճառելով կամ այլ պայմաններում եւ նույնիսկ երբ որ նրանք ուզում են հետ գալ, ոնց որ հենվելու կետեր չունեն շատ, հա, միգուցե բարեկամներ ունեն, որոնք ամեն մեկը իր հոգսով ապրում է, բայց տուն չունեն, աշխատանք չունեն այս պահին, աշխատանք երևի կգտնեն, բայց առնվազն ինչ որ սկզբնական փոքր թեկուզ աջակցություն է պետք, որ կարողանան գան այդ մի քանի ամիսը ինտեգրվեն, հաճախ նրանց երեխաները հայերեն լեզու չգիտեն, որովհետև գնացել են միանգամից դպրոց ուրիշ երկրների եւ ծնվել եւ գնացել են, եւ ես կարծում եմ, որ այո, ժամանակն է նաեւ դրա մասին ավելի լուրջ մտածելու, առնվազն մենք այդ մասով քայլեր կանենք, որտեղ ժողովրդագրության քաղաքականության մշակման պատասխանատուն մենք ենք, բայց նաև մենք ունենք իհարկե գործընկեր գերատեսչություններ, հիմնականում ներքին գործերի նախարարությունը, որն էլ միգրացիոն քաղաքականության համար է պատասխանատու, իհարկե այստեղ խաչումները շատ են, եւ ես եթե չեմ սխալվում, հիմա այդ միգրացիոն ռազմավարությունն է, չէ, քննարկվում, որ պետք է ընդունվի, ու այս հարցը սրա շրջանակներում է պետք նայել, կարելի է նայել նաև այդ ուրիշ երկրների փորձը, չգիտեմ առանձին նախարարություն իմաստ կա թե չկա, բայց այն որ մենք պետքա մեր հայրենակիցներին հատկապես, որոնք որ նույն մշակույթի, կրոնի, լեզվի կրողներն են, փորձենք բերել Հայաստան, նաև հավելյալ ինչ որ բան խթաններով ես դրա ջատագովն եմ, թեև նորից եմ կրկնում, ինքնին միջավայրը արդեն տրամադրող է, որ մարդիկ գան, միգուցե մինչև հիմա եկել են այն մարդիկ, որոնք ունեն այդ սկզբնական կապիտալը, որտեղ գիտեք, որ նույն անշարժ գույքի շուկայում շատ են հենց ձեռքբերումները եւ նաեւ դրա պատճառով են ասում ինչա գները թանկ, որտեղ մարդիկ կարողանում են իրանց այնտեղ դրսում կൂട്ടակած կապիտալով ստեղ գալ տուն առնել եւ տունը առաջի բանն է, քայլն է, որ երբ որ տուն ունես, ասում ես լավ, տարվա մեջ մի ամիս կամ մնամ ապրեմ 2 ամիս, հետո դուրդ գալիս է, ասում ես չէ, գործս էլ հեռավար կանեմ, հետո ստեղ կգտնեմ, հետո ստեղ մի բան կստեղծեմ ու գալիս մնում ես, բայց բոլորը չի, որ այդպիսի կապիտալ ունեն։ Այդ արտագաղթած մեր հայրենակիցների ճնշող մեծամասնությունը սովորական կյանքով են ապրում։ Այդ ամիս իրանց աշխատավարձը ստանում են, ծախսում են, սպասում են մյուս աշխատավարձին, ոնց որ նույնը Հայաստանում, հա, եւ պետք չէ ակնկալել, որ բոլորը տես կարող են միանգամից գալ ու ստեղ ոտքերի վրա կանգնել, բայց համաձայն եմ եւ հատկապես հետ խորհրդային երկրների սփյուռքը մեր համար պետքա լինի թիրախ մեր հայրենակիցներին հետ վերադարձնելու տուն ու մեր երկրի համար բարիք ստեղծելու այդ բանը տալու էլի, որ հնարավորություն տալու, որ եթե բարիք եք ստեղծում, եկեք մեր երկրի համար ստեղծենք, ըստեղ իհարկե պակաս կարևոր չի եղել նաև խաղաղության հաստատումը, դրա մասին քիչ ենք խոսում, բայց այդ մարդկանց ճնշող մեծամասնությունը Հայաստանից գնացել է կամ ուղիղ կոնֆլիկտի պատճառով, որտեղ չեն ուզեցել, որ մասնակից դառնան իրենց երեխաները կամ կոնֆլիկտից ծնված տնտեսական դժվարությունների պատճառով, ել չեմ ասում այլ տնտեսական դժվարությունները, մոնոպոլիաներ, բան եւ այլն, դրա մասին ոնց որ թեմայից մի քիչ կշեղվենք շատ, բայց հա, ես մենք բան կանենք, մի քիչ որ brainstorm անենք, հասկանանք օրինակ ինչից կարելի է սկսել, արժի մի հատ էլ կհանդիպենք, նորից կքննարկենք, միգուցե այնց առաջարկներով գանք, դուք էլ ձեր կարծիքները տաք դրա շուրջ։ Համեցեք Աննան թող ասի, հետո դուք։ Ես Աննան եմ, կանանց ռեսուրսային կենտրոնից, իրական 3 հատ հարց ունեմ։ Շնորհակալություն շատ ներկայացման համար, առաջի հարցս վերաբերում է ժողովրդագրական ռազմավարության գործողությունների ծրագրին, մենք գիտենք, որ չի ընդունվել դեռևս գործողությունների ծրագիրը եւ պատճառներից մեկը, որ բավականին մեծ բյուջեի վրա ծանրաբեռնվածություն է ունենալու, հանրային քննարկումները կարծեմ 2023 թվականին էին տեղի ունենում եւ հենց գործողությունների արդյունավետության մասով խնդիրներ բարձրացրել ենք նաև մենք, այնտեղ բավական եկամտահարկի վերադարձի հետ կապված բավականին շատ ծրագրեր կային, օրինակ հրախուսել, հիմա կարող է շատ լավ չհիշեմ ինչ էր, բայց օրինակ եթե 2 տարի զույգը չի ամուսնալուց
Կամտային հարկից կարծեմ 50,000 դրամի վերադարձ է լինելու, որ մի քիչ աբսուրդային է, էլի եկեք համաձայնվենք։ Ամեն դեպքում հարցս նրան է վերաբերում, արդյոք կարող ենք վերանայել նորից գործողությունների այդ ծրագիրը եւ արդյոք պլանավորվում է ընդունել թե ոչ, որովհետև ռազմավարությունը շատ կարևոր է, բայց ինքը պետք է ունենա գործողություններ ու սենց մի քիչ հիմա ոնց որ ֆրագմենտային է, էլի, որ գնում ենք բնակապահովում ենք անում կամ այնտեղ կարծեմ զբաղվածության կտոր կար ահագին մեծ միգրացիայի մասով նաև ասեմ, որ հենց գործողությունների ծրագրի մեջ կարծեմ կար ՆԳՆ-ի վրա դրված, որ պետքա ձևավորվի առանձին ռազմավարություն, բայց այդ մասով է կարծես առաջընթաց չունենք։ Երկրորդ հարցս այս բնակապահովման կտորի հետ կապված է, մենք իրականում նաև տեսնում ենք ԿԳՍՄ-ի կտորում երիտասարդների բնակապահովման հարցը չի դիտարկում արդյոք կառավարությունը եւ երևի պարոն Թորոսյան դուք ասեք, այս բնակապահովումը բերել մի տեղ դնել բոլորի համար ու իրա կոռելացիաները նայել օրինակ աղքատության հետ, օրինակ ես մեր ոլորտից ասեմ, նույն բռնության ոլորտում հիմնական պատճառներից մեկը, որ չեն կարողանում խզել այդ բռնի հարաբերությունները կնոջ եւ իր ամուսնու, որովհետեւ տուն չունի, պրիմիտիվ, սենց մի հատ հարց չեք դիտարկում արդյոք ունենալ մի հատ, չասեմ ռազմավարություն, որովհետեւ ռազմավարությունները շատ են, բայց ինչ որ սենց մի քիչ ավելի խորքային մոտեցում բնակապահովմանը կամ նույն աղքատության մասով, իհարկե շատ կարևոր ծրագիր է, բայց մենք տեսնում ենք, որ աղքատության հատկապես ծայրահեղ աղքատության մասով ամենալուրջ խնդիրը էլի այդ բնակապահովման կտորն է, որ ուղղակի մարդիկ չեն կարողանում այդ ապահովել եւ երրորդ հարցս էլի երևի պարոն Թորոսյան դուք ասեք այս 6 մեծ ռազմավարությունները, որ հիմա պետքա մշակվեն փոխվարչապետի գրասենյակի կողմից, մենք ունենք այնտեղ մարդկային կապիտալի մաս, որը այստեղ էլի փոխհատվում է։ Իմ համար ճիշտն ասած ես Տիկին Այդինյանի հետ էլ ես բարձրացրեցի այս հարցը, մի քիչ անհասկանալի է, ոնց ենք ունենում 6 մեծ ռազմավարություն ու ունենում այս գործող ռազմավարությունները, ոնց է այդ տեղի ունենալու, եթե դուք այդ մասով էլ ինչ որ բան ունեք, տեղեկատվություն ուրախ կլինեմ։ Շնորհակալություն հարցերի համար։ Սկսեմ գործողությունների ծրագրից, դուք ճիշտ եք, որ բազմիցս քննարկվել է եւ այդպես էլ չի ընդունվել հիմնականում ֆիսկալ շրջանակի պատճառով, բայց ոչ միայն եւ այո նաեւ կային եւ հիմա էլ կան այդ սևագրի մեջ կետեր, որոնք չեմ կարծում, որ էֆեկտիվ կարան լինեն, ձեր բերած օրինակներն էլ դրան ոնց որ ապացույց, որտեվ ասենք 50,000 դրամ մարդուն վերադարձ տալով դժվար կարան ասել է ամուսնության մեջ պայես, եթե իրանք չեն ուզում իրար հետ մնալ, ինձ թվում է այլ գործոններ են ավելի շատ նպաստում դրան, այնտեղ ուրիշ այդպիսի բաներ էլ կան Հայաստանում, ասենք, չգիտեմ, եթե չես մնում ինչ-որ X տարի, սկսում ես տուգանքներ վճարել, չնայած կարծում եմ երևի հակառակն է պետք անել, եթե մնում ես այդ ժամանակ պետք է խրախուսանք տրվի, բայց վստահ չեմ, որ դա էֆեկտիվ է լինելու։ Հիմա մենք ինչ բան ենք որդեգրել, էլի, մենք փորձելու ենք, այդ թվում ձեր երրորդ հարցին միանգամից պատասխանելով այս ռազմավարությունների ռեֆորմի շրջանակներում, անդրադառնալ այդ հարցին եւ ունենալ ոչ թե 5-ամյա միջոցառումների ծրագիր, այլ կարճատև ավելի միջոցառումների ծրագրեր, նաեւ հաշվի առնելով, որ արդեն բավական երկար ժամանակ է անց ռազմավարության ընդունումից եւ նաեւ մի քիչ մուտքային տվյալներ են փոխվել եւ փոխվում են ընթացքում ունենալ ավելի կարճատև ռազմավարական գործողությունների ծրագրեր, միջոցառումների ծրագրեր, ինչպես նաև այն ինչ որ մենք անում ենք, կորելացնել հենց ռազմավարության հետ եւ մենք շեղվող բաներ չենք անում, նույնիսկ այս ծրագրերը, որ անում ենք, երեխա ունեցող ընտանիքների բնակապահովումը, նոր բազմազավակ ընտանիքներին եւ ուղիղ ժողովրդագրական են եւ աղքատության կանխարգելման կամ հաղթահարման ուղղված, ընդհանրապես ամբողջ կառավարության աշխատանքը աղքատությունը հաղթահարելուն ուղղված եւ ոչ միայն մեր նախարարության։ Ինչ վերաբերում է ձեր երկրորդ հարցին, չնայած երրորդին էլ մի հատ ամբողջացնեմ պատասխանը, ասել, որ ամեն ինչ մեզ էլ է պարզ, այդ ռազմավարական ռեֆորմի շրջանակներում ճիշտ չի լինի, բայց սա կարծես թե այն ռուսերեն որ ասում են ռազվեդկա բոյեմ, մտել ենք, հիմա գնում ենք առաջ, ինքը կարծում եմ նպատակը լավն է ինքնին, որտեղ մենք
Երբ որ սկսեցինք այս process-ը, մենք այդ պահին առնվազն ունեինք 63 հատ գործող ռազմավարություն, հարյուրավոր հայեցակարգեր, ռազմավարական ծրագրեր եւ այդպես շարունակ։ Եվ հաճախ դու ինքդ էլ խճճվում ես դրանց մեջ եւ քո ամենօրյա աշխատանքը չեմ կարծում, որ ճիշտ է, որ արտացոլվի ռազմավարության, ասենք, ծրագրում ինչ որ տողով, որի համար դու պետքա պարտադիր ամեն շաբաթ կամ ամեն ամիս կամ ամեն տարի ինչ որ միտեղ հաշվետվություն ուղարկես, եթե դա քո ամենօրյա ռուտին աշխատանքն է։ Եվ այս 6 հովանոցային ռազմավարություններ ունենալու գաղափարը այն է, որ մենք ավելի մեծ պատկերը նայենք եւ եթե կարիք կա ինչ-որ կոնկրետ ծրագրեր անելու, դրանք բխեն այդ ռազմավարություններից։ Մեր մոտից Տիկին Բաբայանն է մասնակցում այդ աշխատանքներին, եթե հետո կկարողանա Տիկին Բաբայանը կամ հիմա իմ խոսքից հետո ավելի, եթե ես ինչ-որ բան սխալ ասած լինեմ կամ ավելացնելու բան ունենա, խնդրեմ ասի, բայց նպատակը մոտավորապես այդ է տեղավորացնել եւ բխեցնել հետագայում բոլորը դրանցից ու ինքը հետագայում նաև թույլ է տալու տենց ինչ-որ project management գործիքներ կիրառել, ասենք ամեն մի այդ հովանոցային ռազմավարության ինչ-որ մի հատ ճյուղի համար մի պատասխանատու լինի, որը բան կանի, տենց ծրագրի կառավարման տրամաբանությամբ կհետևի գործողությունների իրականացմանը։ Ձեր երկրորդ հարցը բնակապահովման ծրագրերի մասով աստիճանաբար տեղի է ունենում, նախ մենք մեր նախընտրական ծրագրում մի կետ ենք ունեցել հասանելի բնակարան բոլորին ազգային ռազմավարության մշակում եւ ներդրում, դա հենց դրա մասին է, որտեվ այո դուք նշեցիք ԿԳՄՍ-ն եւ մեզ, օրինակ իրանք ունեն երիտասարդ ընտանիքների բնակապահում, մենք երեխաներ ունեցող ընտանիքների, հաճախ դրանք նույն մարդիկ են եւ գնում նայում են, որից կարան օգտվում են, նաև այլ, մենք ունենք նաև սոցիալական բնակարանային շինության եւ բնակապահովման ծրագիր, մենք ունենք Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրեր, երկարատև վարձակալության ծրագրեր, մենք մտածում ենք սոցբնակի շրջանակներում նաև վարձակալության փոխհատուցման ծրագրեր եւ նաև կառավարության գործընկերները հաճախ քննարկումների ժամանակ ամեն ինչ բրդում են մեր վրա, մենք էլ դեմ չենք տենց ասում ենք օքեյ, եթե այդ միտեղ պետք է հավաքվի, ապա միտեղ պիտի հավաքվի, կան նաև ծրագրեր այլ, գիտեք, քաղաքաշինության կոմիտեն է հաճախ անում տենց տեղային լուծումներ, ասենք ինչ-որ թաղամաս է վնասված, պետքա ամբողջությամբ սարքել, իրանք են անում եւ այդ հասանելի բնակարան բոլորինի շրջանակներում մենք ուզում ենք այդ բոլոր հարցերին համապարփակ պատասխան տալ, դա նաև իդեպ միայն պետության կողմից կառուցվող տներին չի վերաբերվում կամ պետության աջակցությամբ, դա վերաբերելու է տենց ընդհանրապես բնակապահովմանը, մի քիչ վախենալու է անկեղծ ասած, որ մենք տենց պիտի մտնենք այդ դաշտ, որտեվ ինքը նաև այնուամենայնիվ քաղաքաշինական բան է պարունակում, մեծ կտոր է պարունակում, բայց մենք էլի փորձելու ենք դա անել ու մեր կառուցվածքում նույնիսկ մարդիկ են լինելու, որ հատուկ դրանով զբաղվելու են այդ գաղափարախոսության մշակմամբ եւ ներդրմամբ եւ մեր կառավարության ծրագրում էլ գրվելու է դա մոտակա 5 տարիների համար, այսինքն համաձայն ենք, թե երբ որ փուլում կլինի այդ հավաքումը ինչ որ մի գերատեսչության տակ չեմ կարող ասել, կարող է նույնիսկ չլինի էլ, բայց ոնց որ բոլորը ինչ որ ձևով պետք է արտացոլված լինեն այդտեղ, որ այո նաև հանրային միջոցներ, երբ որ ծախսվում են, այդ հանրային միջոցները պետք է հնարավորինս արդար ծախսեն եւ չփոշիացվեն։ Համեցեք, բայց Տիկին Բաբան դուք բան ունեք ավելացնելու ռազմավարությունների մասին։ Ամբողջովին ասացիք, պետք է նշեմ, որ մարդկային կապիտալի ռազմավարական շրջանակը ամբողջովին նույն կենսափուլերի վրա հիմնված, ինչ որ գրված է ժողովրդագրության ռազմավարությունը, եւ այդ շրջանակային փաստաթղթերը նաեւ հնարավորություն են տալիս, ունեն հնարավորություն նայել թե մյուս այլ ոլորտներում մշակվող այդ մեծ փոփոխությունները ոնց են կապված եւ ինչ, ասենք օրինակ տնտեսական բլոկում արված
փոխումը ինչպես է ազդելու մարդկային կապիտալի զարգացման վրա եւ տալով այդ փոխկապակցվածությունը հնարավորություն են ընձեռելու տեսնել ամբողջ պատկերը եւ այո ժողովրդագրության ռազմավարությունը ոչ մենակ մերն է, նաեւ գործընկեր գերատեսչությունների կողմից լայնածավալ աշխատանքների իրականացում է ենթադրում եւ գործողությունների ծրագրի մասով էլ պարոն նախարարը ինչպես նշեց վերանայվել է եւ այդ փուլային սպասում ենք պարզապես որպես մարդկային կապիտալի ռազմավարական փաստաթուղթը ամբողջովին պատրաստ լինի, որի տակ արդեն իսկ այս գործողությունների ծրագրերը կգնան։ Մենք հերթի մեջ մարդ ունենք, խնդրեմ։ Շնորհակալություն, բարև ձեզ, Նազարեթյան Տիրուհի, Հայաստանի Արմիությունների Կոնֆեդերացիա, իրականում մի երկու ուղղակի տեխնիկական ճշգրտող հարց ունեմ եւ մեկ առաջարկ խոսվեց սեփական այդ անշարժ գույքի ձեռքբերման, ուզում էի ճշտեի ԼՂ-ից տեղահանվածներին էլ է սա վերաբերում, թե իրենք առանձին ծրագրով են անցնում, հարցը նույնը երեխայի ծնունդով պայմանավորված աջակցությունների մասին է, եւ որ ասում ենք այլ սեփական գույք չունենալ, ենթադրում ենք անշարժ գույք, ճիշտ է, ոչ թե օրինակ մեքենա, հա, այդ ուղղակի ճշգրտելու համար եւ երեխայի ծնունդով պայմանավորված աջակցությունը նույնպես միայն մարզաբնակներին է վերաբերում, թե Երևան քաղաքին, իրականում այս ծրագրերը, որոնք իրականացվում են հուսամ, որ իրապես կհասնեն են նպատակին թիրախային, որի համար իրականացվում են եւ կարծում եմ, որ Եվս մեկ անգամ ցույց է տալիս, որ սոցիալական բարեկեցությունը եւ աշխատաշուկայի կայունությունը կարևոր գործոններ են ունենալու լավ, ավելի բարելավող դեմոգրաֆիական պատկեր, բայց իհարկե ամեն դեպքում ուզում էի նաեւ հարց ուղղել, կա ավելի համապարփակ միգուցե ուսումնասիրություն սոցիալական կամ կարծում եմ, որ կա կարիքը պատճառները այդ դեմոգրաֆիայի անկման վերլուծելու բացի այն օբյեկտիվ պատճառներից, որոնք տեսանելի են, հա, նաև սուբյեկտիվ պատճառները, ասենք մտածողության փոփոխության, վարքագծային եւ այլնի եւ արդյոք այդ ուղղությամբ որոշակի կրթական կամ այլ ծրագրեր կարելի է զուգորդել սոցիալական ծրագրերի հետ, որպես առաջարկ եւ նաև կա հնարավորություն դիտարկելու օրինակ ներքին միգրացիան, այսինքն Երևան քաղաքից մարզ գնալու եւ օգտվելու այդ ծրագրից, ասենք որտեւ Երևան քաղաքում նույնպես կարող են լինել ընտանիքներ կամ նույնիսկ միայնակ մայրեր եւ մենք ունենք դեպքեր իրականում, որ Երևանից տեղափոխվել են օրինակ Դիլիջան կամ այլ քաղաք մարզային, պայմանները ավելի լավն են եղել ընտանիքի համար եւ 4 տարում 2 երեխա է ունեցել ծնվել այդ ընտանիքում եւ արդյոք նման դեպքերը հետագայում կարող են դիտարկվել նաեւ ներքին այդպես ապակենտրոնացում իրականացնելու համար շնորհակալություն։ Ձեր վերջի ասածի մասով կոմենտ անեմ ու Տիկին Ղարագյոսյանը պատասխան։ Բա հենց տենց դրա համար էլ ենք, որ գնան Երևանից, ապրեն այն տեղերում, որտեղ որ ավելի քիչ է բնակչությունը, ավելի նոսր է եւ Երևանն էլ խիտ է, գերխիտ է, հենց դրա համար է արվում եւ ոչ թե կարող են, այլ մենք ուզում ենք, որ հենց դա տեղի ունենա եւ տեղի իհարկե Երևանի ոչ Երևան, այո, ոչ մենք կարող է, այլև մենք դրդում ենք, որ դա տեղի ունենա, հա։ Մյուս կտորինել պատասխանեմ հետո էլի Տիկին Ղարագյոսյան, այդ բաների ժողովրդագրության պատճառների վերաբերյալ տասնյակ հետազոտություններ կան եւ մենք ոչնչով չենք տարբերվում այդ այլ երկրներում իրականացված հետազոտություններից, մեր մոտ էլ կան այդ հետազոտությունները եւ բոլոր զարգացող երկրները անցնում են այս ճանապարհով եւ ընդհանրապես նաեւ կա տենց մի քիչ ճակատագրապաշտական, հա, մոտեցումներ, որ շատ բան չենք կարա փոխենք այդ ժողովրդագրական ալիքների մեջ, որոնք վերջի 100-ամյակներին եղել են եւ հաճախ նաեւ տենց հռետորական հարց կա, իսկ պետքա ընդհանրապես փոխել։ Նու մենք կարծում ենք, որ պետքա, որտեղ չենք կարա տես թողենք։
բայց նույն կրթությունը մարդկանց տնտեսական իրավիճակի, սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավումը, ուրբանիզացիան, չգիտեմ, այլ առաջնահերթությունները, որոնք որ կան ժամանակակից ընտանիքներում, ընտանիքների փոքրացումը, տարիքի մեծացումը, բաժանումների թվի աճը, այսինքն այդ բոլորը համաշխարհային տենդենսներ են, այնց չի որ Հայաստանը ինչ որ բանով տարբեր է, եւ նույնիսկ post-սովետական տարածքի երկրները որ նայում ենք, օրինակ որոշ երկրներում մեզնից շատ լավ վիճակ կա, օրինակ Ուզբեկստան, Ղազախստան, հա, օրինակ Ուզբեկստանում տարեկան համարյա 800-900 հազար երեխա է ծնվում տարեկան։ Բայց իրանք էլ են, իրանց մոտ էլ է իջնում, որտեվ իրանց մոտ հնան per capita, եթե չեմ սխալվում, 3.5 էր մոտավորապես։ Հեսա նայեմ, էլի, արագ նայում եմ։ 4600 է դարձել աճում է, ինչքան այդ պրոցեսները տեղ ունեն, իրանց մոտ էլ է ընկնելու, բայց քանի որ իրանք ունեն ստարտային մեծ բան, բազա, ասենք իրանց բնակչությունը արդեն 40 միլիոն է համարյա դարձել, որը լավ է իրանց համար, որտեվ եւ արտադրողականության խնդիր չեն ունենա եւ սպառման խնդիր չունենա, առնվազն ինչ որ երկարատև հորիզոնում։ Մենք հետ ենք ընկել տարբեր պատճառներով, մեր մոտ իհարկե ավելացած պատճառները դրանք հիմնականում արտագաղթն ա եղել, որը որ օրինակ իրանք էլ են ունեցել, պարզա, բայց այդպես կոնֆլիկտներ չեն ունեցել, շրջափակման մեջ չեն եղել, առնվազն ինչպես մենք, բայց այսօրվա տենդենսները շատ նման են բոլոր երկրներին է իրար։ Գեղարգեզյան մյուս այդ տեխնիկական հարցերին խնդրում եմ։ Շնորհակալ եմ։ Տեղահանվածների հետ կապված նշեմ, որ մենք այս պահին ունենք երկու գործող ծրագիր, մեկը վերաբերելի է 20 թվի տեղահանվածներին, հիմնականում վերաբնակիչներին, մյուսը 23 թվի տեղահանվածներին, որը շատ ավելի մասշտաբային, աննախադեպ բառնենք միշտ այստեղ օգտագործում ծրագիր է, եւ եթե խոսում ենք 100% սուբսիդավորման մասին, այսինքն ամբողջությամբ հավաստագրով են գույքը ձեռք բերում, իհարկե իմաստ չունի մեկ այլ ծրագրի հետ համատեղել, որտեղ շահառուի համար ըստ էության կարևոր չի որ ծրագրի շրջանակում է աջակցությունը, բայց մենք բազմաթիվ դեպքեր ունենք, երբ հավաստագրից ավել վարկ են վերցնում ընտանիքները, որպեսզի կարողանան իրենց նախընտրած գույքը ձեռք բերել, հիմնականում փոքր կազմով ընտանիքները, եւ եթե օրինակ ավել վարկ ունեցող ընտանիքը, հիպոթեկային վարկ ունեցող ընտանիքը կունենա երեխա, ապա այդ ավել վարկի մարմանը կարող է ուղղել երեխա ունեցող ընտանիքների ծրագրի շրջանակում աջակցությունը կամ եթե մարզում գույք է ձեռք բերում եւ կանխավճարը չի բավականացնում կրկին ավել վարկով պիտի վերցնի մարզային ծրագրի շրջանակում կարող է օգտվել այսինքն բնականաբար ծրագրերը համատեղելի են եւ ոչ միայն տեղահանվածների եւ մեր երեխա ունեցողների այսինքն մեր նախարարության կողմից իրականացվող ծրագրերը այլ առհասարակ այլ բնականային ծրագրերն էլ եթե բավարարում են երկու ծրագրերը միմյանց պահանջները ապա կարող են համատեղել եւ շատ ունենք այդպիսի դեպքեր Պաշտպանության նախարարության կողմից իրականացվող ծրագրերի նույն մաչելի բնակարանը շատ է հաճախ համատեղվում այսինքն այս մասով որևէ խնդիր չունենք եթե կա ավել վարկ միանշանակ օգտվում ենք նաև մյուս ծրագրից երկրորդ բաղադրիչ երեխայի ծննդով պայմանավորված իհարկե վերաբերում է նաև Երևանում եւ այստեղ իհարկե մեծ մասը Երևանի շահառուներն են որևէ սահմանափակում չունենք իսկ այլ գույք չունենալու պայմանը իհարկե վերաբերում է միայն անշարժ գույքին եւ անշարժ բնակելի գույքին այսինքն հողամասը եւս չի կարող խոչընդոտել Տիկին Բաբայան բանն եք ավելացնում։ Այո, պետք է նշեմ նաև, որ մենք զուգահեռ մեծ ռազմավարական այլ փաստաթուղթ ունենք, զբաղվածության ռազմավարությունը, որով եւս խրախուսում ենք եւ հնարավորություն ենք ստեղծում մարզերում աշխատանքի հայթայթման եւ հնարավոր պայմանների ձևավորման համար եւ դա էլ ժողովրդագրական այս միտումների մեղման ուղղված գործողություններ են ենթադրում եւ այս բնակապահովման ծրագիրը եւ իրականացվող զբաղվածության ռազմավարության շրջանակներում իրականացվող մի շարք գործողություններ եւս նպաստում են, որպեսզի այդ արտագաղթը, որը տեղի ունենալու մարզային քաղաքներից, գյուղերից դեպի Երևան տեղի չունենա եւ մարդիկ տեղում կարողանան գտնեն նորմալ վարձատրվող աշխատանք, ունենան բնակարան եւ կարողանան ապահովել իրենց եւ երեխաներին։ Մի կարճ բան էլ ավելացնեմ մարզերի մասով դու գիտեք նաև եկամտային հարկից վերադարձի ծրագիրը որ փակվել է Երևանում եւ այս տարվա վերջ կփակվի նաև Երևանամերձ մարզերում եւ կաշխատի միայն հեռավոր Երևանի հետ սահման չունեցող մարզերում այսինքն կառավարության գրեթե բոլոր ծրագրերի քաղաքականությունները այդ նաև հավասարաչափ զարգացման մասն է մենք դա տեսնում ենք դա բազմաթիվ մարզային
Քաղաքներում հիմա բազմաբնակարան նոր շենքեր են կառուցվում, այդ թվում այդ ծրագրերի, բայց ոչ միայն այդ ծրագրերի շնորհիվ, ու մի բան էլ ավելացնեմ, մենք բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրից օգտվողներին էլ չեն կարողանալու օգտվել են քաղաքացիները, որոնք Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրից օգտվել են, եւ ընդհանրապես այս ծրագիրը ոնց որ այդ ծրագրից է բխում նաև իր մոդելով, երբ որ մի սերտիֆիկատի գումար ենք հատկացնում մի երեխային, այսինքն այնտեղ էլ է այդպես ընտանիքի անդամների թվով սերտիֆիկատներ են հատկացվում մեր գործընկերներից այս թևից եկեք ձեզ լսենք, հետո ձեզ, հետո Սևակին։ Վահե Արզումանյան, Սպիտակ ձեռնափայտ հասարակական կազմակերպություն, հարգելի պարոն նախարար, հարգելի գործընկերներ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել սահիկաշարի ներկայացման համար եւ կատարված աշխատանքի համար։ Հարցս վերաբերվում է հաշմանդամություն ունեցող անձանց թվաքանակին։ Արմստատի տվյալներով Հայաստանում այդ ցուցանիշը 6.5% է, իսկ համաշխարհային Առողջապահության կազմակերպության կողմից տեղեկատվությունը մոտ 16% է հասնում այդ ցուցանիշը։ Իսկ երբ համատում ենք ՖՄԴ-ով, այսինքն ICF-ին անցած պետությունները, այնտեղ 13-ից ընդհանուր մինչև 20% է հասնում այդ ցուցանիշը։ Իսկ մեր երկիրը մենք գիտենք, որ երկրաշարժ, պատերազմներ, այսինքն բավականին ժողովրդագրական բարդ իրավիճակներում հայտնված պետություն է ու ունենք նմանատիպ ցածր ցուցանիշ։ Խնդիրը ուզում ենք հասկանալ, թե կա որևէ ուսումնասիրություն կամ հետազոտություն այս ցածր ցուցանիշի հետ կապված, ինչու՞մն է խնդիրը, դիմելիության խնդիրն է, թե գնահատման, միգուցե ոչ արդյունավետ կամ խիստ ցուցանիշները, կա որևէ ինչ-որ տեղեկատվություն, հասկանանք ինչի մասին է այս խնդրեմը առհասարակ։ Իսկ մի ճշտող հարց, նպատակը ո՞րն է, մեծ թիվ ունենալու կամ փոքր թիվ ունենալու, ուզում հասկանամ։ Ոչ թե նպատակի մասին ենք խոսում, այլ հասկանանք դա արդյոք հենց իրական ցուցանիշն է։ Այսինքն, եթե բոլոր երկրներում այդ ցուցանիշը բարձր է, իսկ մեր երկրում մենք երկրաշարժ ենք ունեցել, մի քանի պատերազմ, որի արդյունքում էլի հաշմանդամություն ունեցող անձանց թիվը շատանում է, իսկ որպես ցուցանիշ ժողովրդագրական տոկոսը, ինքը ցածր է։ Տեսեք, նախ հաշմանդամություն ունեցող անձանց թվի մեջ ճնշող, գերակա ճնշող տենց մեծամասնությունը հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող քաղաքացիները չեն, որոնք պոտենցիալ եւ երկրաշարժերի կամ բնական աղետների կամ պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներ են։ Ճնշող մեծամասնությունը հիվանդացության մեջ էլի մեծ դեր խաղացող հիվանդություններն են, սրտանոթային հիվանդություններն են, շաքարային դիաբետն է, ուռուցքային հիվանդություններն են եւ միայն փոքր տոկոսն են հենաշարժական համակարգով հենաշարժական համակարգի հիվանդություններով քաղաքացիները եւ հետեւաբար 88 թվականի հատկապես այսքան 40, գրեթե 40 տարի առաջ տեղի ունեցած երկրաշարժը այս պահի թվերի վրա մեծ ազդեցություն չի կարող ունենալ։ Նույնը վերաբերում է պատերազմներին, որտեղ մենք ունենք հստակ թվեր, նախ վերջի 44-օրյա պատերազմի մեր զինվորների եւ քաղաքացիական անձանց հաշմանդամության թվերի, օրինակ նույն վերջույթների ամպուտացիաներով մենք 120, եթե չեմ սխալվում, 4 թե 5 քաղաքացի ունենք եւ ընդամենը 700-ի մոտ էլ հաշմանդամություն ունեցող, այսինքն ընդհանուր բնակչության թվերի մեջ այդ տոկոսները չեն կարող որևէ կերպ թիվ, այսինքն տոկոս փոխել, մեծ տոկոս փոխել։ Ես չգիտեմ մյուս երկրների այդ տոկոսները եւ նաեւ պետք է հասկանալ իրոք այդպիսին են թե չէ, բայց մենք ունենք հաշմանդամություն ունեցող քաղաքացիների գրանցման համակարգ։ Եթե մենք դրանցից դուրս քաղաքացիներն ենք ուզում դիտարկենք այդ տոկոսի մեջ, ես չգիտեմ դա ինչ կտա մեզ, բայց մենք ունենք այս պահին մոտավորապես, հիմա որ իմանայի կոնկրետ թիվապետ, կոնկրետ թիվն էլ կասե 200,000 հաշմանդամ, որը կազմում է մեր ազգաբնակության, եթե 6% պիտի ներկուսը որ բաժանում եմ 3-ի, 6.67% եւ այստեղ հակառակ բանն էլ կա։ Հարցը
Իսկ արդյոք այդ մեր բոլոր քաղաքացիները եւ հատկապես օրինակ երրորդ կարգ ունեցող եւ անժամկետ երրորդ կարգ ունեցող քաղաքացիները, եթե գան եւ անցնեն անձի ֆունկցիոնալության գնահատում, իրենց հաշմանդամության կարգը կպահպանվի։ Դեպքերի ճնշող մեծամասնությամբ չի պահպանվի, որովհետեւ ժամանակին այլ մեխանիզմով ատրվել եւ նաեւ այլ տարբեր սխեմաներով չեմ վարանի ասել նաև կոռուպցիոն սխեմաներով եւ դա նաև հստակ երևում է, երբ որ մենք աշխարհագրական բաշխվածություն ենք նայում։ Կան համայնքներ, որտեղ օրինակ այդ նախկինում երրորդ անժամկետ տրված կարգերը տենց 2 անգամ ավել են կողքի համայնքից, դες բան չի կարա լինի, էլի, որտեղ էլի ճնշող մեծամասնությունը սրտանոթային հիվանդություններով քաղաքացիներն են եւ չի կարա 5 կիլոմետրի վրա տենց մեծ տարբերություն տա սրտանոթային հիվանդություն, դա նշանակում է, որ ինչ որ միտեղ, ինչ որ մի մեխանիզմով ավելի շատ են տվել, իսկ մեկ ուրիշ տեղում ավելի կոնսերվատիվ կամ ավելի ճշգրիտ են, հա, այդ ամեն ինչը արել։ Դրա համար մենք անցել ենք անձի ֆունկցիոնալության գնահատման եւ անձի ֆունկցիոնալության գնահատումով մենք որևէ շեղում չունենք համայնքների միջև տոկոսների առիթ լինի կարող ենք մի հանդիպում էլ մեր հասարակական խորհրդի նվիրել դրան եւ դա ցույց է տալի, որ այդ նոր համակարգը ավելի արդար է ու մի քանի տարի, տասնյակ տարիներ հետո, երբ որ գրեթե բոլորը արդեն ԱՖԳ-ով անցած կլինեն, մենք այդ ժամանակ կարող ենք նաեւ ավելի իրական թիվ ունենալ, բայց եթե դուք օրինակ մեզ ինչ որ, չգիտեմ, այդ տոկոսների տարբերության վերաբերյալ միջազգային փորձից կամ այլ կտակ կամ մենք էլ կխորհրդակցենք օրինակ ԱՀԿ-ի հետ, որտեվ հիմա ԱՀԿ-ն ասում է օրինակ, որ աշխարհի բնակչության 16%-ը experience significant disability, այսինքն էական հաշմանդամություն կամ սահմանափակումներ ունեն, պետք է հասկանալ դա ինչին է վերաբերում եւ ինչ մեթոդաբանությամբ է դա հաշվարկված։ Մենք ունենք կոնկրետ ԱՖԳ եւ ԲՍՓ։ Իսկ մարդը եկել է իրան այս կամ այն ձևով արվել է գնահատում եւ ունեն կոնկրետ թիվ եւ այդ կոնկրետ թվի վրա ենք հիմնվում թե մեր քաղաքականությունները մշակելիս թե ծառայություններ մատուցելիս ավելին ասեմ այնպես չի որ մենք այդ 6 ու 67% մեր ազգաբնակչությանը մատուցող ծառայությունները արդեն այնքան լավ ենք իրանց այդ ծառայություն մատուցում, մենք փորձում ենք հակառակ այդ ծառայությունը շատացնել եւ աջակցող միջոցների եւ նպաստների տրամադրումը, որ կարողանանք իրանց գոնե բազային կարիքները բավարարել եւ եթե մենք հասնենք այդ ցուցանիշի մեր, ասենք, մոտակա տարիներին, դա արդեն մեծ առաջընթաց կլինի, իսկ այդ մասով մեթոդաբանական մենք պատրաստ ենք աշխատել, ես մեր գործընկերներին այդ մասով նաեւ կհանձնարարեմ մի հատ իրանք էլ ուսումնասիրություն կատարեն ու ձեր հետ կկիսվենք, որ հասկանանք արդյոք ինչ որ բան բաց չենք թողում մենք այս վիճակագրության մեջ։ Ես եմ շնորհակալ, համեցեք։ Շնորհակալություն Անահիտ Գևորգյան, Մարտունու կանանց համայնքային խորհուրդ հասարակական կազմակերպություն։ Հարգելի պարոն նախարար, ինչ որ ներկայացրեցիք, իհարկե շատ համարձակ է եւ մեր այսօրվա երկրի համար բավական տեսանելի կլինի։ Ես ուզում եմ ուղղակի առաջարկեմ, որ եթե մենք այս բնակարանային ապահովման 6 եւ ավելի երեխաներ ունեցողների մասին ենք խոսում եւ դա կապում ենք դեմոգրաֆիայի հետ, անպայման պետք է նկատի ունենանք, ես որպես կառավարության անդամ եմ առաջարկում, որ հատկապես մարզերում եւ հատկապես հեռավոր մարզերում սրանք շատ էական խնդիր չեն լուծի կամ ժամանակավորապես կլուծեն, որովհետև Հրանտ Մաթևոսյանի ասածին ման քաղաքի տարածը հետ չի գա, եթե այդ վայց երեխա ունեցողները մեծանան, դրանցից 3-ն անպայման քաղաք են գալու։ Պետք է մտածել հեռավոր գյուղերում, մարզերում երիտասարդությանը պահելու խնդրի մասին։ Իհարկե Տիկին Բաբայանը նշեց, որ բնակարանի հետ կապված նաև զբաղվածության խնդիրը շատ կարևոր է։ Գյուղատնտեսության մեջ ներգրավվածների համար անպայման պետք է նպաստել փոքր տեխնիկաների ձեռքբերման, մատչելի ձեռքբերման եւ դրա հնարավոր օգտագործման եղանակների մասին։ Վերջերս ես նայեցի, որ նույնիսկ մեր եզդի համայնքները, որոնք շատ մեր հանրապետությունում ճանաչում ունեն որպես ոչխարաբուծությամբ զբաղվողներ, իրենց ղեկավարն ասում էր, ես չեմ ուզենա իմ երեխաները սրանով զբաղվի, եկա այլատեղ է։ Պետք է երիտասարդության ազատ ժամանցի հարցը կազմակերպել, որովհետև երիտասարդությունը գալիս է քաղաք,
կոնկրետ մեր տարածաշրջանի ուսանողների համարյա 70%-ը չի վերադառնում շրջան։ Եվ մենք այսօր սոցիոլոգների, ել չեմ ասում բժիշկների, մնացածների լուրջ խնդիր ունենք։ Դրա համար իմ խնդրանքն է, որ կառավարության նիստում գլոբալ նայվի այս հարցը, այս բնակարանային երեխա ունեցողների զբաղվածության հետ նաև ազատ ժամանցի եւ մարդուն գյուղում կապելու հարցն է։ Շնորհակալություն։ Ես պատասխանից մեջ էլի շատ համարձակ կլնեմ ու 2.5-ի կբաժանեմ իմ պատասխանը։ Կես համար 1 ուրբանիզացիայի դեմ ոչ մի երկիր, ոչ մի պետություն չի կարողացել պայքարել եւ պետք էլ չի պայքարել, ժողովուրդ ջան։ Պետքա պայքարել կամ ոչ թե պայքարել, աշխատել համաչափ զարգացման համար։ Երբ որ համայնքում կլինի որակյալ մանկապարտեզ, ինչը կառավարությունը անում է։ Երբ որ համայնքում կլինի որակյալ դպրոց, ինչը էլի պետ կառավարությունը անում է, ամբուլատորիա, հիվանդանոց, ճանապարհ, որը ավտոմատ բերելու է նաև բիզնեսի զարգացման, քանի որ բիզնեսը տեսնելով, որ օրինակ այդտեղ հողը ավելի էժանա կամ աշխատուժը դեռ ավելի մատչելի է, այդտեղ կհիմնի իր գործարանը, քանի որ խնդիր չի ունենա իր ապրանքը կամ արտադրանքը հասցնելու մոտակա մեջ շուկա կամ արտահանելու։ Սուբվենցիոն ծրագրերը, որոնք տարեց տարի տասնյակ միլիարդներով ավելանում են եւ միայն այս տարի սուբվենցիաներով ավելի շատ հայտ է ներկայացվել, քան գումարային նախկին բոլոր տարիների համար, որոնց մեջ ներառված են լուսավորություն, որը կարևոր պայման է ջրամատակարարում, որը մնալու համար, այսինքն այդ ամեն ինչը, որպեսզի մարդը ուզենա ապրի իր համայնքում, կառավարությունը այդ ամբողջի վրա ուշադրություն է դարձնում, բայց դա միևնույնն է չի կանխարգելելու ուրբանիզացիան այնպես, ինչպես մենք ենք կարծում, եւ ոչ մի վատ բան չկա, որ մեր նաև գյուղատնտեսությունը վերափոխվի եւ վերափոխվում է։ Տեսեք, եթե առաջ հիմա դուք խոսեցիք ոչխարաբուծության մասին, նույնը կարող ենք խոսել օրինակ հողագործության մասին կամ անասնապահություն կամ հողագործություն, եթե գյուղատնտեսությունը կլասիկ 2.5-ի ենք բաժանում, այդ ամեն ինչը նույնպես փոխվում է։ Առաջ եթե ասենք մի հեկտար հողը մշակելու կամ 100 գլուխ որևէ անասնատեսակ պահելու համար անհրաժեշտ էր 10 հոգի, պայմանական է, հիմա այդ ամեն ինչը հնարավոր է անել 3 հոգով, որովհետև կան մեխանիզացիաներ, որոնք այդ ամեն ինչը անում են, կան տեխնոլոգիաներ, որոնց այդ ամեն ինչին հետևում են, եւ աշխարհում էլի գլոբալ տենդենսա եւ Հայաստանը դրանից ոչ միայն հետ չպետք է մնա, այլ ինքը պետք է առաջացիկ տեմպերով այնպես գնա, որ աշխատանքի արտադրողականությունը բարձրանա, որ միավոր քաղաքացու տված արտադրանքը գնալով ավելի շատանա եւ դա նշանակելու է, որ ավելի քիչ քաղաքացիներ են ներգրաված լինելու նույն գյուղատնտեսական արտադրանք տալու մեջ, բայց արտադրանքի ծավալն է գնալով մեծանալու է։ Եվ այդ մեր մյուս քաղաքացիները, եւ սա նաեւ էլի համաշխարհային տրենդ է, պետք է զբաղվեն ուրիշ գործով եւ գյուղում ապրելը չի նշանակելու եւ չի նշանակում շատ երկրներում արդեն զբաղվել գյուղատնտեսությամբ։ Դու կարող ես ապրել գյուղում եւ զբաղվել այլ գործով, այդ թվում շատ ավելի բարձր վարձատրվող։ Օրինակ հիմա Երևանի մոտակա ինչ որ ուղղությամբ գյուղեր կան, որ մարդիկ պարզապես նախընտրել են ապրել այդ միջավայրում, որովհետև այդ թվում Երևանից էլ տենդենս կա, գնում ապրում են օրինակ Եղբարդի գյուղերում, Աբովյանի գյուղերում, հիմնականում հյուսիսային գյուղերում, բայց հարավայիններում, որտեղ շոկ հա զուտ դրա համար, բայց կամ գնում գալիս են Երևանում են աշխատում, կամ այդտեղ ոչ միտեղը չեն գնում գալիս on-line իրանց աշխատանքը ավելի շատ փող են աշխատում, քան եթե իրանց տան մոտի հողը մշակեին եւ որևէ բույս կամ միրգ, որևէ բանջարեղեն կամ միրգ արտադրեին, այստեղ այդ բալանսը պետքա գտնել եւ նորից տենդենսներին դեմ չգնալ, շատ բան է փոխվելու, ընդհանրապես գյուղատնտեսությունում ռադիկալ բաներ են փոխվելու, ել չեմ ասում ես արհեստական բանականության ներդրումը, որը ամեն ինչ անում է, օրինակ ես մեկ-մեկ այս բանով վիդեոներ ա բերում, հիմա դրոնով սովորական, ասենք հեկտարներով բաներ են դեղում։ Պատկերացեք, եթե առաջ կամ ինչ որ մեծ տրակտոր էր, կամ մարդիկ այդ բաները ուսերին դες գնում, հիմա պետք չեն այդ մարդիկ, որտեղ նաև վնաս է իրանց առողջ, այդ մարդը պետք է զբաղվի ուրիշ գործով, պետք է ավելի տեխնոլոգիաներին տիրապետի եւ կարողանա
ուրիշ գործ իր համար գտնել եւ ընդհանրապես այդ գյուղաբնակ մեր քաղաքացիների գյուղատնտեսությամբ զբաղվելու այդ մեր ստերեոտիպն է, որը մեր մեջ էլ կա բոլորիս, ուզենք չուզենք փոխվելու է, ու մեր վարած այդ քաղաքականությունները, տեսեք, մանկապարտեզ, ունեք, այն որ ասում ենք չեն ուզում, ես բժիշկների օրինակով բերեմ իմ նախկին գործից, հա, ասում էին, ինչի օրինակ Բերդում չկա անեստեզիոլոգ, ռեանիմատոլոգ, երևի հիմա էլ, եթե կա էլ, հիմա շատ ինֆորմացված չեմ, բայց վստահաբար միշտ պրոբլեմա դա, կամ Մեղրիում, հա, ինչի չկա, օրինակ բերեմ իմ վրա, հա, ես երիտասարդ նոր ավարտ բժիշկ եմ, դարձել եմ 6 տարի սովորել եմ համալսարանում, 4 տարի գնացել եմ արձինատուրա, կլինի արձինատուրա, հələ չեմ ասում պետվալպերով եմ սովորել, թե վճարովի, այդ մի կողմ, ու երիտասարդ ընտանիք ունեմ, երեխա ունեմ, հիմա ես որ գնամ Բերդում ապրեմ, չեմ մտածելու երեխես մանկապարտեզ գնալու է, թե չէ, դպրոց գնալու է, թե չէ, ես կարողանալու եմ օրինակ ժամանց որևէ ունենամ աշխատանքից հետո, թե պետքա երեխեքիս թողեմ, ընտանիքիս թողեմ Երևանում, ամեն օր չեմ էլ կարա, որտեղ շատ հեռու է գնամ գամ։ Դրա համար այդ մյուս բոլոր քաղաքականությունները համայնքները զարգացնելու հենց դրան է միտված, այսինքն ցանկացած մասնագետ ինչ որ տեղում մնալու համար, բացի զուտ մասնագիտական գործ ունենալուց եւ դրա համար վճարվելուց, պետքա միջավայրը համապատասխանի իր պատկերացումին կամ մոտ լինի գոնե։ Եվ տեսեք, բոլորս էլ այս երկրում ենք ապրում, ինչ որ ուրիշ տեղից չենք եկել, եթե մենք նայենք ամեն տարի զարգացող մեր համայնքները, ես ինքս երբեմն ասենք լինում է մի տարի ինչ որ համայնք գնացած չեմ լինում, չնայած շատ ենք ճամփորդում, այնքան տենց էական տարբերություններ եմ տեսնում եւ սա ինքնագովեշ չի ամենևին, նենց չի որ ես եմ այդ ամեն ինչը արել, համայնքի բնակիչներն են իրանց աշխատանքով, իրանց վճարած հարկերով, մենք բոլորս ենք արել պետական բյուջե վճարած հարկերով, այնքան շատ է փոխվում այդ համայնքների համայնապատկերը, որ էլ մենակ այն պատճառով, որ միջավայրը լավը չի, դու չես թողում գնում։ Կարող է մասնագիտական առումով կամ այլ հարմարությունների պատճառով այնուամենայնիվ որոշես գաս քաղաք կամ գոնե մոտ քաղաքին, բայց մեր քաղաքականությունները այստեղ խոսածված եւ չխոսածված հիմնականում նրա մասին են, որ քաղաքացիները մնան իրենց համայնքներում եւ իրենց համայնքները շենացնեն։ Ուրիշ բաներ էլ կա, մեր մտքում եւ ֆինանսների նախարարությունն է քննարկում, Երևանի քաղաքապետարանն այդ հարցը բարձրացնում, նաեւ տենց աշխարհում տենց մոդելներ կա, որ օրինակ համայնքում եթե աշխատում ես ու վճարում ես հարկեր, օրինակ եկամտային հարկ, այդտեղից մասհանումներ գնա համայնքներին աշխարհում տենց մոդելներ կա, որ համայնքը ավելի զարգանա եւ համայնքը այնպիսի միջավայր ստեղծի այդ բնակչի համար, որ ինքը մնալով այդ համայնքում թեկուզ աշխատելով ուրիշ տեղ կամ գնագա կամ որոշի տեղ աշխատել, տենց մոդելներ շատ կան, բայց առնվազն սուբվենցիոն ծրագրերի մոդելը, որը հիմա մենք ավելի ենք զարգացնում, դե մասնակցային բյուջետավորում ենք արել, երբ որ մարդիկ նույնիսկ քվեարկում են, թե ինչ պրոյեկտ անեն իրանց համայնքում եւ գիտեք ինչն է հետաքրքիր այդ ժամանց բան, որ ասացիք էլի, ես մի կառավարության նիստին ասացի, հենց այդ մասնակցային բյուջետավորման կտորով փող էինք հատկացնում համայնքներին, ծրագրերի ճնշող մեծամասնությունները զբոսայգիներ էին եւ երեխաների խաղահրապարակներ, ֆուտբոլի դաշտեր եւ այլն։ Այսինքն այդ ինչ է նշանակում, որ մարդիկ ուզում են այդտեղ ապրեն եւ ուզում են, որ իրենց միջավայրը, իրենց երեխաների միջավայրը փոխվի, սուբվենցիոն ծրագրերով էլ շատ կան իհարկե, բայց նաեւ դա խոսում է նրա մասին, որ այդ տենդենսը իրենց համայնքները զարգացնելու այդտեղ ապրելու կա, բայց նորից եմ կրկնում, այդ ուրբանիզացիայի եւ ուրբանիզացիա չի նշանակում միայն գյուղից գալ քաղաք, այլ այդ համայնքների վերափոխումը ինքնին էլի ուրբանիզացիա է։ Իրանք այդ ստանդարտ գյուղատնտեսական մոդելի համայնքներից վերափոխվում են այլ տեսակի։ Հիմա օրինակ համայնքներ ունենք, ես իհարկե անվերջ կարամ խոսամ, հեսա կդադարացնեմ, որ էլի գործընկերներ խոսեն, համայնքներ ունենք, օրինակ այդտեղ տուրիստական մեծ ենթակառուցվածքներ է, չէ՞ ստեղծվում։ Օրինակ Ապարանի Եղիպատրոշ գյուղը այնտեղ ոչ մեկ հողագործությամբ շուտով չի զբաղվելու, ոչ մեկ եւ պետք էլ չի, կներեք, եթե սխալ բան եմ ասում, բայց իմ կարծիքով ճիշտ բան եմ ասում, որտեւ այդ բոլոր հողերը դառնալու են հանգստյան գոտիներ, բոլոր քաղաքացիները աշխատելու են կամ իրենք են ստեղծելու հանգստյան գոտիներ կամ դառնալու են այդ ստեղծվող մեծ ինդուստրիայի կարևոր մասը եւ
եթե մենք այդ ստանդարտ մոտեցումով գնանք, պետք է չթողեինք դա, թույլ չտայինք, ասենք ոնց կարելի այդ տասնյակ կամ նույնիսկ հարյուրավոր հեկտար հողերը, օրինակ ցորեն ցանելուց կամ կարտոֆիլ ցանելուց տեղափոխենք այդ այլ նշանակության։ Այդ էլ է պետք հասկանալ եւ ընդհանրապես գյուղատնտեսության դերը մեր տնտեսության մեջ քանի տոկոս է, պարոն Սմբատյան։ 10%, հա, քիչ չի, բայց ամեն դեպքում այնպես չի, որ ամբողջն է եւ նույնիսկ այդ 10%-ը պետք է իհարկե պահել եւ աճացնել, պետքա վերափոխվի ինտենսիվ գյուղատնտեսության, որտեղ այնուամենայնիվ մարդկային ռեսուրսների ներգրավվածությունը շատ ցածր է, այնց որ ես կարծում եմ, որ ճիշտ ուղղության վրա ենք, բայց միշտ կարելի է անել ավելի լավ եւ երիտասարդների զբաղվածության մասով էլ եւ այդ իմ ասածները եւ նաեւ երիտասարդական կենտրոնների ծրագրեր կա, գիտեք, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունն է անում եւ դրանք էլ կարծես թե հաջող են, բայց տեղից էլ պիտի լինի առաջարկներ։ Ես ինչքան գիտեմ, գրեթե բոլոր տեղերը, որտեղ դրանք բացվել են պետական ֆինանսավորմամբ, տեղից նախաձեռնող է եղել, այսինքն եղել է այդ հասարակական կազմակերպությունը, այդ խումբը, որ եկել են, ասել են ուզում ենք մեր մոտ sense բան անենք, պետությունն էլ աջակցել է։ Ես եմ շնորհակալ։ Ու երևի մանրից բան անենք, էլի եզրափակենք, հարգելի գործընկերներ, ես խնդրեմ գոնե 10 պակաս, ես դուրս գամ էլի մի հատ մեկին հանդիպում ունեմ։ Շնորհակալ եմ, պարոն նախարար, հարգելի գործընկերներ, ներկայացման համար ես մի քանի հարցեր ունեմ։ Առաջինը տեխնիկական կապված բազմազավակ ընտանիքների 6 եւ ավելի երեխա ունեցողների թվի հետ։ Այստեղ նշված է պրեզենտացիայի մեջ, որ 643 ընդհանուր ընտանիքի տվյալ ունենք, արդյոք այս ընտանիքները արդեն պոտենցիալ հավակնորդներն են, թե սրանք միայն 6 եւ ավել երեխա ունեցողներն են, հաշվի առնելով բնակելի գույքի հետ կապված այդ չափանիշը։ Մյուս կտորները վերաբերում է ժողովրդագրության ռազմավարությանը, ռազմավարական փաստաթղթի մեջ նշված է, որ գործընկեր կառույցների կողմից արված հետազոտությունների համաձայն ամենադրական սցենարի դեպքում մինչև ռազմավարության ավարտ կարծում եմ նշված էր գուցե 50 թիվը, բնակչությունը կանխատեսվում է, որ կլինի 2.510.000։ Արդյոք ճիշտ եմ հասկանում, որ ռազմավարական այս ամբողջ նաև նպատակները եւ գործողությունների ծրագիրը միտված է լինելու զսպել այս թվի նվազումը, այլ ոչ թե մենք նպատակ ենք դրել բարելավել, հա, բնակչության աճը։ Մյուս հարցը այս մասով վերաբերում է աշխատուժի պրոֆեսիոնալիզացիային, հատկապես այն աշխատուժի, որոնք սոցիալական ոլորտում են աշխատում, որտեղ ակնհայտորեն մենք ռազմավարության մեջ պիտի նաև մտածենք, թե ովքեր են այն մասնագետները, որոնք մարդկային կապիտալի զարգացման վրա աշխատանք են իրականացնելու, այդ թվում խոսքը վերաբերում է նաև ոլորտում աշխատող սոցիալական աշխատողներին, տարբեր այլ մասնագետների։ Այդ մասով կուզեմ անդրադառնալ եւ վերջում մեկ փոքր առաջարկի տեսքով ես նայեցի, որ ՀՀ-ում մենք մանկապարտեզ հաճախող երեխաների թիվ ունենք 64%, բնականաբար նաև պարոն նախարարը նշեց, որ դրա հիմնական խնդիրներից են, որ տարբեր համայնքներում չկան մանկապարտեզներ եւ կառավարությունը 500 մանկապարտեզ ծրագրի շրջանում փորձում է դա հասցնել, բայց չեք կարծում, որ այստեղ ակնհայտորեն մենք կարիք ունենք նաև բացի շենքշինություն սարքելուց գուցե ամբիցիոզ թվա, բայց մանկապարտեզների վճարները համայնքների միջոցով ամբողջությամբ նախադպրոցական կրթությունը դարձնել անվճար, գուցե միջոցները կարելի է հատկացնել սուբվենցիաներով, դոտացիաներով համայնքներին տրվող, նույնիսկ կարելի է դիտարկել էլի որոշակի ամբիցիոզ գաղափար, որ Երևանում գրանցված օրինակ այն մեքենաները, որոնք ահռելի քանակությամբ են, կարելի է ինչ-որ ծրագրով հեշտացված կարգով տեղափոխել այդ մեքենաների գրանցումը այն համայնքներ, որտեղ մանկապարտեզների հետ կապված գալի խնդիրներ կան հաճախելիության, եւ այդ համայնքներում հավելյալ մուտքեր ապահովենք մեքենաների գույքարկի վճարմամբ։ Այս որպես իդեա եմ մտածում, եւ քանի որ դուք նաեւ պարոն նախարար ասացիք, որ հաշմանդամության մասով առաջարկ կանեք, որպեսզի նաեւ ուսումնասիրվեն այդ թվերը, ես ասեմ, որ ռազմավարությունում այդ հատվածը նաեւ նշված է, որ Արարատի մարզը ընդգծված առաջատար հաշմանդամության թվերով, իհարկե այնտեղ չի նշվում ֆունկցիոնալությամբ, թե նախորդ համակարգով, հետաքրքիր կլինի նաեւ հասկանալ ոնց որ դրա պատճառները։ Շնորհակալություն։
Պատճառները པարզ է, իմ կարծիքով այդտեղ շատ հասկանալու բան չկա, արդեն ասացի, բայց ԱՖԳ-ով նույն թվերն է, ամբողջ 1-2% է տարբերություններ եթե լինեն էլի իրար մեջ, իսկ այնտեղ կրկնակի եւ տարբերություններ կա, բայց արագ պատասխանեմ այն մասով, ինչ որ ես պիտի պատասխանեմ, հետո առաջի հարցը բաց թողեցի, երևի դու կպատասխանես։ Մանկապարտեզների մասով մեր կառավարության նիստերին երևի այս վերջերս եղանակային պայմանների ձեռնելով չեք հետևում։ Մենք նախորդ թե մի նիստ առաջ հատուկ տես ծրագիր ենք արել խթանելու մասնավոր մանկապարտեզների ստեղծումը կամ գործարկումը սուբսիդավորելով երեխաների վարձավճարի մի մասը այնուամենայնիվ ինչ որ մեկը պիտի գումարը տա հարցը այստեղ իրականում գումարը չի եղել հասանելիությունը հիմնականում եւ համայնքներ կան որ իրենք են վերցրել իրենց վրա իրենք կարողացել են իրենց թույլ տան համայնքներ կան որ ամբողջությամբ չեն վերցրել բայց միևնույնն է այդ վճարի գումարը 100% չի փակում մանկապարտեզի ծախսերը եւ մեր այդ քաղաքականությունը նաեւ ոնց որ փողը երեխայի հետևից է ուղարկելու ոչ թե բացելու եւ պարզապես պահպանման ծախսերով ֆինանսավորելու այդ տարբեր այլ համակարգերում աշխատում է իհարկե մենք կարծում ենք որ նպաստելու է որ հասանելիությունը մեծանա եւ այո այդ ձեր ասածը նաեւ երեխա ունենալու որոշում կայացնելու վրա ազդող ամենամեծ գործոններից մեկն է բնակապահովումներ մանկապարտեզներ ու ոչ միայն պարզապես երեխա ունենալու որոշման դա նաեւ կանանց եւ նաեւ տղամարդկանց տնտեսական ակտիվության վրա ազդող շատ մեծ գործոն է որ երբ որ կա հասանելիություն մանկապարտեզի արագ աշխատաշուկա վերադառնալու հարցերն է լուծվում երբ որ աշխատանքի հնարավորությունները կան եթե չկա պարզապես դու մնում ես եւ խնամում ես քո երեխային որտեվ այլ խնամող չկա եւ գիտեք նաեւ այդ ընտանիքի մոդելներն են վաղուց Հայաստանում արդեն փոխվել այդ երրասերունդ այդ տատիկ պապիկների ինստիտուտներ այլևս այդքան լավ չի աշխատում տատիկ պապիկներն են ուզում իրանց կյանքը վայելեն եւ թորներին մենակ տեն շապատը մեկ սիրեն պաչեն ասեն ինչ լավն է բան եւ այլն բայց երբ որ հոգս կա օրերով պահելու միշտ չի որ դա հնարավոր է այդ մեր ժողովրդագրական ուսումնասիրությունների մեջ էլ է նաեւ արտացոլվել որ այդ երրասերունդ ընտանիքները աշճանաբար քչանում են եւ մեծ բան է փոխվել Երկրորդ հարցը, որը վերաբերում էր բնակչության թվին, հա, ռազմավարության ավարտին, ռազմավարությունը գրվել է մի քանի սցենարներով եւ սցենարներից մեկը եղել է այն, որ այսինքն բնակչության աճ ապահովելու համար ինտերվենցիաների այնպիսի համախումբ չի գտնվել, որ մենք կարողանանք եւ այնպիսի բան, որ կիրառելի լինի մեր իրավիճակում եւ նաեւ այդ ռազմավարությունը գրվելու ժամանակ մուտքային պայմանները հաշվի առնելով, որպիսի ապահովի բնակչության աճ։ Այսինքն մեր ունեցած մայրական կապիտալը այն կանայք, որոնք կարող են ունենալ երեխա եւ այդ պահի պտղաբերության ցուցանիշները, արտագաղթի ցուցանիշները եւ ներգաղթի ցուցանիշները այնպիսին չեն եղել որ մենք կարողանանք ասել, որ մենք կարող ենք այնպիսի ինտերվենցիաներ անել, որ մեր 3 միլիոն ազգաբնակչությունը դառնա 3.1, 3.2, 3.5, 4 եւ այլն։ Բայց նաեւ չեն կարող ասել, որ ամեն ինչ պետք է թողնենք նույն ձևով եւ ռազմավարությունը տեսնելով, որ քչանալու ազգաբնակչությունը ինտերվենցիաներ է ենթադրել, որոնք պիտի զսպեն քչացումը որտեվ եթե չլինի 2.5 չլինի կլինի 2.2 2.1 բայց հիմա իրավիճակը փոխվել եւ ես ինքս էլ կարծում եմ եւ որ ստեղ համարցակ որոշումներ պետք է ընդունենք նաեւ մեր գործընկերների առաջարկներով այդ ներգաղթը խթանող մեր հայրենակիցների եւ բարձր որակավորում ունեցող նաեւ այլ եւ ընդհանրապես որակավորում ունեցող այլ մասնագետների, որպեսզի կարողանանք առնվազն կայուն պահել եւ ինչու ոչ աճեցնել, բայց շատ դժվար է ժողովուրդ ջան։ Մենք տենց ցանկություններ ունենք, բայց այս ամբողջ խոսակցությունը դրա մասին էր։ Ինտերվենցիաները կարևոր են, բայց միշտ չի որ մեր ուզած ցուցանիշներն են տալիս եւ նաեւ այդտեղ պետք է կենտրոնանանք մարդկային կապիտալի որակի վրա
Այսինքն բացի բնակչության թվից կարևոր է թե ինչպիսի բնակչություն ունեն կրթված, առողջ եւ այդ ժողովրդագրությունը նաեւ դրա մասն է ոչ միայն թվերի, այլև արտադրողական եւ արժեք ստեղծող, երկար ապրող, բայց երկար ապրելուց նաեւ աշխատող առողջ ազգաբնակչության մասին է, որը պետքա կարողանանք տենց ապահովել։ Առաջի հարցն էլ գանեն երեք պատասխան։ Սա հայկաշարում ներկայացված ցուցանիշը իհարկե պլանն է, այսինքն պոտենցիալը, որը վստահ ծրագրի մեկնարկին կփոխվի, քանի որ կլինեն ընտանիքներ, որտեղ երեխաների մի մասը կդառնան չափահաս, եւ կունենանք ընտանիքներ, որտեղ նոր կծնվեն 6-րդ երեխաները, եւ իհարկե ծրագրի ֆիլտրերը անցնելու դեպքում թիվը հավանաբար կփոքրանա, բայց սա այս պահի պոտենցիալն է։ Շնորհակալություն հարգելի գործընկերներ, լավ մի կարճ հարց էլ վերջում, հա, էլի խնդրում եմ, որտեվ կամ դեսլի գնամ, դուք շարունակեք։ Շնորհակալություն, Նաիրա Հարությունյան, դու մենակ չես կանանց աջակցման հասարակական կազմակերպություն, պարոն նախարար, հարգելի գործընկերներ, շնորհակալություն պետական ծրագրերը ներկայացնելու, աջակցության ծրագրերը ներկայացնելու համար, նաև ռազմավարության վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրելու համար հարցս վերաբերվում է բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերին ուզում եի ճշտել ծրագրի մշակման ընթացքում արդյոք իրականացվել է ֆինանսատնտեսական որևէ գնահատում որպեսզի կարողանանք հասկանալ ծրագրի շահառու հանդիսացող ընտանիքները կարող են երկարաժամկետ գրել իրենց վրա հիպոթեկային այդ բեռը քանի որ գիտենք մարզերում աշխատատեղերի խնդիր ունենք մարզեր ունենք որտեղ զբաղվածությունը նաև սեզոնային է Եթե կարելի է այս հարցին եւս արձագանքեք, շնորհակալություն։ Կներեք, որ ծրագիր է կոնկրետ նկատի ունեք։ Բնակարանային ապահովության պետական ծրագրերը, որտեղ որ մինչև 35 միլիոն։ Հա, օքեյ։ Ես պատասխանեմ։ Տեսեք, մենք այստեղ միայն այն պահին ենք մտնում թեմայի մեջ, երբ որ իրանք արդեն կարող են վերցնել հիպոթեք եւ բանկը իրանց վճարունակությունը հաստատել է։ Այսինքն իրանք հիպոթեկը վերցնում են, մենք նոր մի մասը փոխհատուցում են կամ երեխա ունենալու պահին, որ արդեն ունեն հիպոթեք, երբ որ ունենում են երեխա, մենք իրանց բեռը թեթևացնում ենք, այսինքն իրանք պետքա արդեն վճարունակ լինեն, իրանց եկամուտները արդեն պետքա բավարարի այդ հիպոթեկային ծրագրով տուն գնելուն եւ երբ որ երեխա է ծնվում եւ ինքը շեմերի մեջ է, մենք պարզապես իր բեռը ավելի թեթևացնում ենք եւ այստեղ մենք ռիսկ չենք գեներացնում որևէ կերպ, հակառակը ռիսկը թեթևացնում ենք։ Մարզային բնակավայրերում տուն կառուցելու կոմպոնենտով նույն կերպ, այսինքն ինքը պետքա ընտանիքը ունենա բավարար եկամուտներ, որպեսզի կարողանա իրանց ուզած տունը կառուցի եւ բանկն է դա ստուգում եւ այստեղ այս բանկային ֆիլտրերը դնելը մեր այդ ռիսկը նվազեցնելու համար է։ Իդեպ ոչ միայն այս ծրագրով, այլև շատ այլ ծրագրերով դուք տեսել եք, որ մենք շատ ենք այս հիպոթեկային ծրագրերով միջոցառումներ անում, իսկ մյուս ծրագրերում, որոնք որ օրինակ նույն բազմազավակ ընտանիքներին է, այդ դեպքում բոլոր հիպոթեկերը մենք ենք փակվում, քաղաքացիները պետությունն է փակում հիպոթեկերը, այդտեղ ընդհանրապես խնդիր չկա Ղարաբաղի ծրագրերը 16 միլիոնները բազմազավակ ընտանիքներին է, այդ դեպքում վճարունակությունը պետությունն է իր վրա վերցնում, իսկ պետությունը հաշվարկում է իր ֆիսկալ շրջանակներում եւ եթե տեսնում է, որ կարող է վճարել, այդ ծրագիրը անում է։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ, հարգելի գործընկերներ, շնորհակալություն շահագրգիռ քննարկման համար։ Ես առաջարկում եմ իհարկե սա այսպես ոնց որ չթողնել, որ այլևս չենք անդրադառնալու, ինչ որ մի փուլում էլի գանք խոսենք, միգուցե տարին ամփոփելուց հետո մյուս տարի ժողովրդագրության թվերը նայենք եւ միգրացիոն, եւ ծնելիության, եւ մահացության ընդհանրապես իրավիճակը միշտ պահենք վերահսկողության տակ, այսպես ասած, գոնե մեր հասարակական խորհրդի, որ եթե ինչ-որ բան պետք լինի փոխելու, անպայման ձեր առաջարկները հաշվի առնենք, մեր հաջորդ հանդիպումը մենք երբ պետք է անենք, երամսյակային, իսկ աշնանը, բայց երևի աշխատանքային կարգով աշնան սկզբում սեպտեմբեր, հոկտեմբեր երևի կարելի է մտածել, սեպտեմբերը մի քիչ ծանր կլինի, երևի հոկտեմբեր կհանդիպենք, թեման առաջարկներ տվեք, թե ինչի մասին կարող ենք խոսել, ձեզ հետաքրքրող մեր ոլորտային թեմաներից, այսքանը շնորհակալություն, ցտեսություն։